վազում եմ հայրիկիս սենյակ ու ասում եմ պապ ջան ցավդ տանեմ, ասում է ինչ եղե քուր ջան, հələ հանգստացի, ասում եմ պապ գիտես դու մեռնելու ես, թե սպանելու են, հետո հանելու են կախեն։ Ովքեր են սպանում ձեր հայրիկին, հետո կախաղանան։ Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները։ Երբ որ աղջիկան պարկացրին քնելու, ասի մամ, վաղը չեմ մյուս օրը ինքը ոտք չի ունենալու, մի ոտք է ունենալու։ Կուզենայի, որ ես ապրեի սովորական մարդկանց կյանքով, հասկանում եք, չտեսնեի ոչ մեկի ոչ անցյալը, ոչ ներկան, ոչ ապագան։ Մարդկանց վրա չարական կաբանքներ են անում, որ չէ շատ հաճախ գնան վթարի կենթարկվեն, այդ հնարավոր է կանխել։ Հայ առաքելական եկեղեցին չափազանց բացասական է վերաբերվում կանխատեսումներին, բախտագուշակությանը, պայծառատեսությանը, այն համարելով նոգություն ու մեղք։ Ես Մողնու եկեղեցու հովանավորն եմ։ Ինչու են ձեզ կյանքից հեռացրել Լարան Մասատրյանը։ Չարությունից, նախանձից, ունեցվածքի հափշտակելուց։ Ինքը այնքան դժբախտ մարդ է, որ ինքը այսօր ընկել է այս իրավիճակի մեջ։ Եթե ինքը իրան չհետևի, ինքը կբռնի Հայկոյի ճանապարհը։ Բռնության դեպք տեսնում եք։ Բացառվում է։ Աստված իրան երկու հատ է բալիկ է տվել ու փառք Աստծո ինքը շատ դրական մարդ է։ Բայց հիմի իր կողքը մարդ եմ տեսնում, բայց գիտեք ոնց որ ինձ կիսադու պրատ։ Լիարժեք մարդ չեմ տեսնում։ Ես իրանց ազգի կանանց վրա, իր քրոջ վրա, այնպիսի մի հատ անեց կարված, որ իրանց կողագիցները պետք է անպայման մահանան։ Ես ինչ դժվար բան ասեցիք։ Նրան ասցես իր սիրեկաններ սպանել։ Հաղորդման հովանավորն էր Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, One and One Travel Agency, Omorphia Beauty Salon and Spa, Tun La Major Restaurant, Veranda Restaurant, My Lil Town Eagle Rock խաղասրահ, Yasu Restaurant, Colcast Fencing and Landscape, Impero Motorsport, Capital Gold խանութ սրահ, Eden Restaurant, Aesthetic by Zoya Nail Salon, Tour One Go ծառայություն, MS Travel and Tours, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր կուսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր եթերաշրջանը։ Մենք կրկին վերջապես Երևանում ենք եւ սա մեր Երևանյան եթերաշրջանի առաջին թողարկումն է։ Առաջին թողարկումը մենք մեկնարկում ենք միստիկ ու մի հետաքրքիր զրույցով ամենավառ ու ամենակննարկվող հայ մեդիա անհատներից մեկի հետ։ Այսօրվա մեր հյուրը պայծառատես Անի Գրիգորյանն է։
Ողջույն Անի։ Ողջույն Մհեր։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել ու եկել եք մեր տաղավար, այսօր մենք բազմաթիվ հարցեր միասին պետք է քննարկենք։ Ես նույնպես անչափ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրել եք։ Անի, ինչպիսին էր ձեր մանկությունը։ Որևէ բան կանխագուշակում էր, որ դուք պիտի դառնաք պայծառատես։ Գիտեք Մհեր ջան, սկզբից ես չէի պատկերացնում, չէի հասկանում, որ ես ունեի արտասովոր ունակություններ, ինձ թվում էր, այն ինչ ես տեսնում եմ, մայրս, հայրս կամ մանկապարտեզի երեխաները իմ հետ հավասար տեսնում են ու որ ասում էի, տեսեք, այս բանն է եղել այն բանը ու զարմանում էին իմ վրա, ասում էի, լավ, ինչի իրանք չեն տեսնում, չէ՞ որ այդ վառ տեսնում էի, հետո երբ որ իհարկե բնականաբար մեծացա, հասկացա, որ այն ինչ ես տեսնում եմ, այդ ոչ մեկ չի տեսնում ու երբ որ պետք է առաջի հասարան գնայի, մայրս ասեց Լեսիան ջան, ինչ որ պատերի վրա տեսնես դպրոցում, երբեք չխոսես լավ այդ մասին ու ես սկսեցի տեսնել ու երբ որ ուսուցչուհիս ինձ խփեց դրա համար, որովհետև ես նենց անձնական բան էի բացահայտել, որ ասել էի Ինգեշ Կարապետյան, դուք ձեր ամուսնուց բաժանվելու եք, որտեվ ինքը սիրուհի ունի, ինքը ինձ խփեց ու երբ որ մայրս դպրոց եկավ, ասեց ես ուզում եմ հասկանամ ինքը որտեղից է ականջ դրել ու իմացել, որ իմ ամուսինը սիրուհի ունի, ես այդ գրադարանավարու մոտ եմ պատմել, մայրս ասեց ինքը արտասովոր ունակություններ ունի, էլի, ինքը ոչ մեկտեղ էլ ականջ չի դրել երեխեն ու հետո արդեն հասկացա, որ չէ, կան բաներ, որ պետք է տեսնեմ, լռեմ, որպեսզի դպրոցում ուսուցչուհիները չծեծեն, իսկ մանկապարտեզում հա, էլի դեպքեր, ուրեմն երեխաներին այս հորաքույրս հիվանդանոցում էր աշխատում, իր տղան մեծ էր ինձանից ու այն ժամանակ, չգիտեմ, դուք երևի չեք էլ հիշում, ասեղներ, այդ ներարգիչները որ կային, այսպես տակցնելով էր, այսպես լավերը չեն, հա, գողացել էր տանից մի հատ ասեղ, բերե ինձ էր տվել, ասեց մանկապարտեզում, որ քեզ երեխեքը կնեղացնեն, կտանես, կծակես։ Ես բոլոր երեխեքին հավաքում, տանում եմ պետքարան, աղջիկ տղախարը, ասում եմ, եկեք, ձեզ լավ բան եմ ասում։ Իրանց ծակում էի ասեղով, հետո ձեռքս դնում էի վրեն, այդ ծակած տեղը անհետանում էր։ Երեխեքը գնում են տուն, իրանց մամաներին ասում են, որ Անիից վախենում ենք։ Մեզ տանում է պետքարան, մեզ ծագում է ահավոր ու մամաները նայում են, ոչ մի հետք չկա, բայց քանի որ բոլորն են լացում բողոքում, մամաները եկան մանկապարտեզ ու դաստիարակչուհուն ասում են, որ գիտեք, խմբի Անին սենց բան է անում, ասում է բացառվում է, Անին այնքան խելոք երեխա է, ու երբ որ ինձ կանչել են, ասում են այտենց բան ես արել, ասում եմ պապայիս արև ես տեղյակ չեմ, մայրիկիս կանչեցին, մայրս ասեց բացառվում է բան, հենց որ եկանք տուն, պապաս ինձ շատ լավ էր ճանաչում, ասեց քուր ինչ ես այտենց բան արել, ասի թե փորձել եմ, էլի տենա ինչ է լինում, ասեց չէ ցավդ տանեմ, այդ չանես, որպեսզի քեզ մեր ցերքից չվերցնեն, ասեց թե չէ կվերցնեն, կտանեն, կփակեն, բնականաբար վախեցա ու հասկացա, որ չէ, կա բաներ, որ չպետք է ես անեմ, էլի այդ տարիքում։ Անի ձեր հայրը չափազանց խիստ է եղել, միաժամանակ ձեր սիրելին, եւ գիտեմ, որ անգամ դեմ է եղել ձեր գուշակություններին, կանխատեսումներին եւ այլն։ Կպատմեք այդ առաջին արձագանքների վերաբերյալ հոր։ Ուրեմն պապան ինձ շատ էր սիրում, այն որ սաղ աշխարհը մի կողմ էր իր համար, ես մի կողմ էի, բայց ինքը շատ լավ գիտեր, որ ես ունեի արտասովոր ունակություններ ու երբ որ արդեն մեծ աղջիկ էի, ինձ կանչեց, ասեց Անջան, գիտես, երբեք ոչ մեկի ոչ մի բան չասես, հա, ինձ ասեց դուրս չի գալիս, որ հանգարց կողքից ինձ ասեն, թե գիտես, Ռազի աղջիկը գուշակություն է անում, ինքը պայծառատես է, ասեց եթե տեսնեմ, խստիվ քեզ կպատժեմ դրա համար։ Ու մենք ունեինք մի հատ բարեկամուհի, ես հիվանդ պարկած եմ, այդ բարեկամուհին իր աղջիկա հետ գալիս է մեր տուն, դե բնական է, պապան այնքան խիստ էր, որ նույնիսկ ինձ չէր կարելի ունենալ անձնական հեռախոս, այս աղջիկը անընդհատ հեռախոսը վերցնում, խոսում, դնում է կողքի, ասի ընկերը, դե ընկեր ունես, սենց ժպիտով ասեցա, ասի ինքը քեզ կխապի չի առնի, գիտես, սենց դեմքից նայեց, ասի նենց ված ճակատագիր ես ունենալու, հետո ասի գնալու ես քուքուրիկի հետ աշխատանքի, վթարի եք ենթարկվելու, երկուստ էլ մահանալու եք, այս աղջիկը լացեց ու իրանք գնացին, երբ որ գնացին, այս աղջիկը պատմում է իր մամային, որ գիտես,
Ռազի աղջիկանին ինձ սենց բան ասեց, մամ, Քանի տարեկան եք։ այդ ժամանակ արդեն մեծ էի, 25 տարեկան էի, մերը սենց վիրավորված, որ իմ պապան չի թողում ես հեռախոս ունենամ, իմ պապան չի թողում ես շփվեմ տղաների հետ, բան, ես իբր չարությունից ասում եմ, ու զանգում է հենց պապայիս, ասում է, գիտես ինչ, այդ սիրուն բան չի, քո աղջիկա մեջ այնքան այդ չարությունը, ինքը իմ երեխին սենց բան է ասում, ու ես մտածում էի, որ ես պետք է պատժվեի, հայրս ասեց, անինչ ես ասել, ասի պապ, տեսե ասել եմ, ասեց այ բալես, դու ուրիշ ձև ես տեսնում, իրանք ուրիշ ձև են ընկալում, ու իրականում տենց էլ եղավ 4 տարի առաջ, մեր բարեկամ ու երկու աղջիկն էլ մահացան, ինչ եմ ուզում ասեմ, որ երբ որ մարդուն ասում ես ճշմարտությունը, Մահեր ջան, ինքը չի ուզում այդ ընկալի, այդ իհարկե իր գործն է, բայց ինչը ի վերուս տրված է ինձ, այդ էլ ես չեմ կարող փոխեմ, ու շատ դեպքերում թեկուզ հայտնի մարդիկ հենց դրա համար ինձ չեն սիրում, որ ես կարող է ճիշտը ասեմ, միշտ մարդկանց դուր է գալիս, երբ իրանց ասում ես այն սուտը, որը իրանք են ուզում տեսնեն, հասկանում ես։ Երբ ինձ հարցնում են, թե ուր գնալ ընտանիքով, ընկերներով կամ պարզապես սիրելիների շրջապատով Գլենդելում, ես նշում եմ նաև Յասու ռեստորանի անվանումը։ Սա Գլենդելում գտնվող հունական շքեղ եւ համեղ ռեստորան է, որտեղ ամենակարևորը համեղ մենյու է, խոհարարների պատրաստած ուտեստները պարզապես հիանալի են ձկան տեսականներից, որը շատ բնորոշ է եւ իհարկե համապատասխան հունական ռեստորաններին, նաև միս եւ առասարակ ամեն ինչ դուք կցանկանայիք տեսնել ձեր հունական տրամադրությամբ սեղանում։ Ամենակարևորն է նաև տրամադրությունը ընդհանուր միջավայրում եւ դա ապահովում են հմուտ երաժիշտները եւ իհարկե DJ-ը անձամբ։ Սպասարկման մասին եւս հարկ եմ համարում առանձին նշել։ Սպասարկումը եւս կազմում է ձեր տրամադրության ապահովման գրավականներից մեկը եւ այդ իսկ պատճառով լավագույն մասնագետներն աշխատում են այստեղ, որպեսզի բարձր տրամադրություն ապահովեն ձեզ։ Ափսեների կոտրելու ծեսն էլ, գործընթացն էլ հունական միջավայրին շատ համապատասխան է եւ հաճելի։ Այդ ավանդույթը արդեն չեղարկվել է մի շարք հունական ռեստորաններում, բայց ոչ Յասուում։ Այստեղ դեռ կարող եք վայելել ամաններ կոտրելու այս գործընթացը։ Պարզապես եկեք մեկ անգամ Յասու ռեստորան եւ վստահ եմ կհամոզվեք, որ լավագույն ժամանցը Գլենդելում ապահովում է նաեւ Յասուն։ Capital Gold, նոր խոսք ոսկյա զարդերի աշխարհում։ Beverly Hills-ի սրտում օրեր առաջ տեղի ունեցավ Capital Gold-ի շքեղ խանութ-սրահի բացումը։ Չքնաղ զարդեր, աննկարագրելի դիզայն, ֆանտաստիկ միջավայր ու երջանիկ հաճախորդներ։ Ահա Capital Gold-ի կոնցեպտը։ Գեղեցիկ այս միջոցառմանը ներկա էին ինչպես հայտնի դեմքեր, այնպես էլ բրենդի բարեկամներ ու երկրպագուներ։ Նպատակը մեկն էր՝ տոնել հերթական հաղթանակը։ Beverly Hills-ում գտնվող խանութ-սրահում արդեն դուք էլ կարող եք գտնել գեղեցիկ ու թանկարժեք զարդերի ձեր սիրելի տարբերակները, իսկ մինչ այդ առաջարկում եմ ծանոթանալ նրանց զարդերի որոշ դիզայնների հետ։ Ողջույն, մենք գտնվում ենք Imperial Motorsport-ում, որը Լոս Անջելեսի առաջատար մեքենաների վերափոխման կենտրոններից մեկն է։ Իմ կարծիքով լավագույնը։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ շատ-շատերիս կարծիքով լավագույնը, այդ թվում նաև հոլիվուդյան աստղերի ու արտիստների։ Այստեղ մի քանի ծառայություններ են առաջարկվում, որոնց մասին այսօր կպատմեմ ձեզ ըստ հերթականության։ Առաջինը դա պաշտպանիչ ֆիլտրերի, պաշտպանիչ շերտերի տեղադրումն է ձեր մեքենաների վրա, որը ձեզ կօգնի խուսափել քերծվածքներից կամ քարերի հարվածներից։ Եկեք գնանք ներս ու պարզենք, թե այլ ինչ հետաքրքիր
ծառայություններ կան այստեղ մեքենաների համար։ Ամենահետաքրքիր ծառայություններից մեկը դա կերամիկական շերտերի ծառայություններն է, որը ձեզ հնարավորություն կտա խուսափել գունաթափումից, գույների փոփոխությունից եւ քիմիական տարբեր վնասվածքներից։ Կատարվում է նաեւ մթացման, այսինքն թինդ աշխատանքներ, որը հնարավորություն կտա ձեզ խուսափել նաեւ արևի շերտերից։ Նաեւ գույնի փոփոխության ծառայությունն է այստեղ առաջարկվում ամենաբարձր մակարդակով, որը ձեզ հնարավորություն կտա ձեր մեքենան տեսնել լիովին նոր տեսքով։ Այստեղ կատարվում են նաեւ արգելակների կալիպերների փոփոխություն, ինչպես նաեւ ներկում, ինչպես նաեւ անվադողերի փոփոխություններ, որոնք եւս բնականաբար իհարկե փորձառու եւ լավ մասնագետները անում են հաշված ժամերի ընթացքում, եւ որ ամենակարևորն է չափազանց վստահելի երաշխիքով։ Impero Motorsport-ում աշխատում են ցանկացած տեսակի մեքենաների հետ եւ յուրաքանչյուր մեքենայի նկատմամբ իհարկե սրտացավ եւ պրոֆեսիոնալ վերաբերմունք է։ Յուրաքանչյուր դասի մեքենա ընդհուպ միջավ ամենաբարձրակարգ կարգի մեքենաներ, ինչպիսիք են Ferrari-ն, Lamborghini-ն, Mercedes-Benz-ը, Tesla-ն, Porsche եւ այլն։ Այստեղ ձեր մեքենային կվերաբերվեն իսկապես այնպես, ինչպես վերաբերվում են լավագույն ընկերոջ։ Impero Motorsport, վստահեք Impero-ին ձեր մեքենան եւ այն կունենա նոր կյանք։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով այսօր, որպեսզի ստանաք անվճար խորհրդատվության հնարավորություն։ Ողջույն, ինչպես անցկացնել հանգիստը, եթե ունեք երեխաներ եւ ուզում եք, որպեսզի երեխաները լինեն ապահով, բայց մանկական միջավայրում, My Little Town-ը ձեզ տալիս այդ հնարավորությունը։ Սակայն My Little Town-ը չի մոռացել նաեւ մեծերի մասին, ովքեր երբեմն ստիպված կամ սեփական ցանկությամբ պիտի սպասեն խաղասրահում իրենց երեխաներին։ Այստեղ կա առանձին հատված մեծերի համար, ձեր տոնակատարությունները կամ պարզապես առօրյան կարող եք անցկացնել My Little Town-ում։ Դուք գիտեք, թե որքան վառ են եւ գունեղ այստեղ միջոցառումները, թե որքան լավն է սնունդը, թե որքան լավն է սպասարկում ու երեխաների համար մտածված է ամեն ինչ, ամեն մի դետալ։ Անի գիտեմ, որ մանկության տարիներին մի դեպք է տեղի ունեցել, որը նախորդել է չարաբաստիկ 1988 թվականի երկրաշարժին, երբ ձեր տուն են հյուրընկալել ձեր ազգականները եւ դուք տեսել եք սարսափելին, կպատմեք այդ օրվանից։ Հա, մորաքույրս իր երեխաների հետ եկել էր մեր տուն, մորաքրոջս տղան իմ տարիքին էր ու մենք շատ կապված էինք ընտանիքներով, իսկ աղջիկը փոքր տարիքիսկան երեխա էր, այդ ժամանակ ես 6 տարեկան էի, երբ որ աղջիկան պարկացրին քնելու, թե բնական է, չէ, երեխու կոշիկները պետք է հանեն։ Ես անընդհատ գնում էի, թաքուն երեխու կոշիկները հագցնում էի, մայրս չղայնացավ, ասեց Անի, հեչ տեսել ես, մենք քեզ կոշիկներով քնացնենք, ասի մամ թող հագցնեմ էլի Լիլիի կոշիկները, ասեց ինչի, ասի մամ վաղը չէ մյուս օրը ինքը ոտք չի ունենալու, մի ոտք է ունենալու, ասեց ինչ ես ասում Անի, ինչ ես տեսել, ու մորքուրս եկավ, մորաքույրս շատ էր ինձ սիրում, գրկեց, ասեց խի բալես, խի Լիլին ոտք չի ունենալու, ասի մորքուր դու մեռնելու ես իր այ ոտքը չի լինելու, գիտես, ասեց բա ինչի բալես, ասի տներ եմ փլվելու ու սկսեցի լացելը, մորքուրս գրգեց ինձ համբուրեց, ասեց երևի երեխեն վատ երազ է տեսել, որ ցերեգը քնացրել են, ու դե բնական է 5-6 տարեկան երեխուն Մհեր ջան, ով ուշադրություն կդարձներ, չնայած որ մաման գիտեր, որ ունեի արդասովոր ունակություն, ու 2 օր հետո երկրաշարժը հելավ, մորաքույրս մահացավ, իսկ մորաքրոջս աղջիկա ոտքը կտրվեց։ Ինչպիսին է այդ բեռը ձեզ համար, տեսնել ամենավատը, ամենասարսափելին ու իմանալ, որ ոչինչ չես կարող անել այդ մարդկանց փոխարեն դա կանխարգելելու։ Գիտեք Մհեր ջան, շատ հաճախ ասում են, թե լավ է, Երանի մենք էլ իր կյանքով ապրենք, տենց աճուցախ նայենք, ասենք, ինքը խայտարակ վատ բան է։ Այն որ չես ուզում, հա, տվյալ պահին դու ոչ այդ դիմացինին ցավացնես, ոչ դու դիմացինի ցավը տեսնես, բայց պահի տակ տեսնում ես այն ինչը իրականում քեզ պետք է չի ու այն ամեն ինչը, որ ես տեսնում եմ, կարող է տվյալ պահին ես դիմացինին ասում եմ, որ գիտես քեզ մահ է սպասվում, այդ պահին ես ցավ չապրեմ, բայց երբ որ անցնում է մի օր, 2 օր ու տեսնում եմ, որ այդ դժբախտությունը եղավ, ես իրականում այնքան ստրես եմ տանում, լացում եմ, հուզվում եմ, ես կուզենայի, որ ես ապրեի սովորական մարդկանց կյանքով, հասկանում եք, չտեսնեի ոչ մեկի ոչ անցյալը, ոչ ներկան, ոչ ապագան, լինեի ուղղակի սովորական Անի, ոչ թե լինեի պայծառատես, ճանաչված Անի Գրիգորյան, կամ շատ հաճախ ասում են, դե լավ է, նենց լավ փողեր է դրանով աշխատում, չէ, ես իծնե շատ լավ
կայացած ընտանիքից եմ դուրս եկել ու էլի եմ ասում, ինձ շատ հաճախ հարցազրույցներում ասում են անջան, որ Աստված կամենա բալիկ ունենաս, կուզենաս քո նման արդասովոր ունակություններ ունենա, չէ, ինքը լավ բան չի Մհեր ջան, այն որ ես շատ անգամ հարսանիքներ չեմ գնում, ասում են անի ինչի չես գալիս, ես չեմ կարող ասեմ, թե գիտեք այդ 300 ժողովրդի ապական տեսնելը ինձ համար արդեն լուրջ խնդիր է, կամ այդ 100-ի ճակատագիրը տեսնելը։ Կա հոգեբանորեն ու ֆիզիկապես ձեզ ճնշում հյուծում, հա։ Անպայման, եթե կա մեկը, որ ասում է ինքը վատ չի զգում դրանից, ես չեմ հավատում, ես շատ լինում է պահեր, որ ես օրերով տեղաշորից չեմ կարողանում վեր կենալ։ Որտեղից է գալիս մահը մարդու։ Դա կանխորոշված մի բան է, թե մարդ իր ապրելակերպով կամ հանգամանքների բերումով գալիս է դրան։ Չէ, այդ իվերուստ է մարդուն տրված, Մհեր ջան, ուրիշ է, երբ որ մարդկանց վրա տես չարական կաբանքներ են անում, որ չէ, շատ հաճախ գնան վթարի ենթարկվեն, այդ հնարավոր է կանխել, բայց եթե ճակատագրով տրված է, որ տվյալ մարդը պետք է տվյալ պահին, տվյալ վայրում մահանա, այդ իվերուստ տրված է։ Այդ դեպքում ինչու է ձեզ տրված այդ շնորհը տեսնել մարդկանց մահը, եթե դուք չեք կարող որևէ բան փոխել։ Եթե լինում է դեպքեր, եթե կարող եմ, օգնում եմ, իսկ եթե կա այնպիսի դեպք, որ չեմ կարող, ես բնականաբար ասում եմ, որ չեմ կարող։ Եթե կարող եք, նշանակում է կարող եք կանխարգելել։ Իհարկե, եթե տես նոր ասեցի, եթե այդ արված է չարական կաբանքների դեպքում, հա, ինչ որ մեկին գիրութուղթ են արել, մոգական կախարդական ուժերի ներքո է արված, Մհեր ջան, բնականաբար կարողանում եմ։ Դուք էությամբ ձեր հայրիկի դուստրն եք։ Մինչև հիմա եւ ձեր հայրիկի մասին խոսելիս խոսում եք առավել մեծ պատկառանքով, հարգանքով ու սիրով, որն ակնհայտ է։ Գիտեմ, որ ձեր կյանքի ամենադժվար ու ամենածանր պատմությունը կապված է ձեր հայրիկի մահվան հետ։ Կպատմեք այդ մասին ու ինչպիսին է զգացողությունները, երբ ցավոք տեսել եք ձեր հայրիկի մահը։ Ուրեմն 3 ամիս առաջ դեռ հայրս կենթանի է, ես տեսնում եմ հայրիկիս մահը ու այսպես ոչ գիշեր է, ոչ արդեն լուսաբաց ժամը 5-ն է, ես արդեն 27 տարեկան աղջիկ եմ, սենց լացով, գոռալով վազում եմ հայրիկիս սենյակ ու ասում եմ, պապ ջան, ցավը տանեմ, ասում է, ինչ եղե, քուր ջան, հələ հանգստացի, ասում եմ, պապ, գիտես, դու մեռնելու ես։ Հայրս սենց զգաստանում է, ասում է, քուր, երբ, ասում եմ, պապ, քիչ է մնացել, գիտես, որ ես այդ տեսնում եմ, ու ասում է, քուր, բա ինչից եմ մեռնելու, ասում եմ, պապ, գիտես, քեզ սպանելու են, հետո հանելու են կախեն։ Մայրս վեր է կենում, ասում է, լսի, հո դու ակրավ չես, ինչ ես ուզում ես գիշերով մեզանից, ինձ լավ գորգորում չղայնանում է, ասում է, լսի, վատ երազ ես տեսել, գնա վերինգի քու սենյակը, ես ինչ բանա, տենց էլ չսովորեցիր, լավ չղայնանում է, գալիս եմ իմ սենյակ, հայրս հետևիցս գալիս է, ասում է, հո չնեղացար մամայից, ասում եմ, հա, նեղացա, ասում է, լավ, քուր, ուշադրություն մի դարձրա, պետք է տենց ասի, որ ես չվիրավորվեմ, ու հայրս այդ գիշեր չքնեց։ Անցնում է մի 2 օր, նորից նույն բանն եմ տեսնում ու հայրիկիս ասում եմ, թե ուզում ես արի գնանք երկրից, արի գնանք, որ կանխենք, ասում է, չէ, քուր, չեմ գա։ Ու եթե ինքը ըստ ինձ ուզեր, Մհեր ջան, ինձ չէր, որ ինքը ինձ չէր հավատում, ուզենար, որ փրկվեր, ինքը հաստատ կփրկվեր, ուղղակի ես չհասկացա ինչի չուզեց գալ։ Ովքեր են սպանում ձեր հայրիկին, հետո կախաղանանում։ Հանցագործ աշխարհի ներկայացուցիչները։ Ինչու։ Պապան շատ կայացած հարուստ մարդ էր ֆինանսապես ու բավականին երևի հենց ունեցվածքի պատճառով էլ։ Կպատմեք այդ պատմության մանրամասները, որպեսզի առավել պարզ դառնա, թե ինչ հանգամանքներում է ձեր կյանքից հեռացել հայրը։ Իմ պապան ինքը երբ որ ծնվել է, ինքը ծնվել է շատ էլի հարուստ կայացած ընտանիքում, իր տատիկը, իր պապիկը հենց բնիկ գյումրեցի են եղել ու այդ Աբովյան փողոցում Գյումրի բոլոր տները պապայիս հայրական տներն է եղել ու այդպես իրանք միշտ կայացած լավ ապրել են ու պապաս էլ տենց թասիպով մարդեր, հոր եղբայրներս շատ լավ ապրում էին ու բնականաբար այդ կարգի ունեցվածքի տեր մարդը որոշ մարդկանց դուր չէր գալիս էլի
ու դրա համար իր հետ հենց այդ դեպքը եղավ ու ցավը գիտեք որն էր Մհեր ջան ես ոչ միտեղ ես չեմ բարձրաձայնել չեմ ասել ու երբ որ հայրիկիս հետ այդ դեպքը եղավ տենց էին կազմակերպել որ իբր հայրս ինքն իրան է կախել ու երբ որ մենք գնացինք քնչական էսկոմենկոմ ասեցին չէ ինքն է արել բնականաբար մենք գիտենք որ ինքը չէր արել եթե ինքն էր արել բա ինչի է ընտանից ամբողջ ունեցվածքը գողացել Անի հիշում եք այդ չարաբաստիկ դեպքից առաջ ձեր վերջին հանդիպումը ու խոսակցությունը հայրիկի հետ Հա Մհեր ջան ես օրը անկեղծ 24 ժամ այն որ բաբայի կողքն էի մի 10 անգամ պետք է բաբային համբուրեի մի 20 անգամ փաթաթվեի այն որ խեղճ մարդը ցերեկը եթե գալիս էր աշխատանքից պետք է քներ ես նորից քնում հետը կատակ էի անում ու այդ առավոտ որ ինքը վերջից կացանք ու պետք է գնայինք տեղ ինքը պետք է մեզ տաներ ինքը շատ այսպես կոգիկ մարդ էր իր շորերը ամեն ինչ շատ սենց յուրահատուկ պետք է լիներ մաքուր կոգիկ ինքը որ հակավ Փաթաթվեցի իրան համբուրեցի ինքն է ինձ աչքիցս արցունք գնաց ինքը սափրված էր բայց այնց սենց ծագեց դեմքս մհեր որ սենց իրականում աչքիցս արցունք գնաց ասեց քուր ինչի լացեցիր որ վերջի անգամ ես ինձ տեսնում ու այդ չգիտեմ մհեր ջան իմ համար սենց այն որ չեմ կարող հասկանում եք մոռանամ իրոք իմ համար շատ ցավալի բան է Սրուցում եք հայրիկի հետ Անընդհատ նույնիսկ իր հոգին եմ կանչում, եթե մի նոր բան եմ քնում, առաջինը քնում եմ գերեզմանատուն, իրան եմ ցույց տալիս ու 3 ամուսինս ասում է անջան գիտես բաց թող բաբային, համ դու ես մեղք համ ինքը։ Իրականում հասկանում եմ որ Մհեր ջան ճիշտ է ասում, ես չեմ կարող բաց թողնեմ։ Մի խայտարակ ձևի կարոտում եմ ու հասկանում եմ որ այդ վատ է, բայց չեմ դիմանում, կարոտում եմ շատ։ Բաց չեք թողնում, որովհետև Գուցե ինչ-որտեղ նաև անարդարացիորեն մեղավորության զգացում ունեք, որ չեք կարողացել այնուամենայնիվ փոխել պատմության հունը։ Հա, Մհեր ջան, ու որ իմ մոտ գալիս են մարդիկ, որ տեսնում եմ մա ու կանխում եմ, ես իմ տեսակով նախանց մարդ չեմ, ինձ ճանաչողները գիտեն, բայց այն որ կանխում եմ, գնում են, փրկվում են, հետո գալիս շնորհակալություն են հայտնում, անընդհատ այդ տեսարանը իմ աչքի առաջ է, թե լավ Աստված ջան, բա ինչի իմ բաբային չկարողացա օգնել։ Զգում եք իր ներկայությունը ձեր կյանքում։ Անընդհատ Մհեր ջան, անընդհատ։ Ինքնօգնում է ձեզ։ Հա, շատ։ Երբ որ Բուլղարիայում մասնակցում էի էքստրասենսների մրցույթին ու այսպես եզրափակիչ փուլում մեր թշնամի ազգի հետ եմ արդեն մրցակցում ու ինձ այնքան պետքա որ ես հաղթեմ, որ ասենք լիժբի ես հաղթեմ, էլի, այս զզվելի ազգին ես հաղթեմ, ուրեմն ես հասկանում եմ որ ես չեմ կարող։ Այս կողքինը ավելի ուժեղ է, քան ես ու ասում եմ պապ ցավը տանեմ ինչ կլինի արի էլի արի ինձ օգնի ես հաղթեմ սերան ու այդ պահին հայրս գալիս է իր հոգին ու ինձ ցույց է տալիս թե որ արգղում է թաքնված այդ կենթանի օծը ու հենց այդպես էլ ես հաղթեցի այդ մեր թշնամի ազգին Մենք կրկին գտնվում ենք մեր սիրելի Grigorian Law Firm-ում, որտեղ հայտնի եւ փորձառու իրավաբան Աննա Գրիգորյանը պատրաստ է պատասխանել մեր բոլոր հարցերին։ Այսօր կրկին մենք խոսելու ենք Will and Trust-ի մասին, սակայն նոր թեմա ենք այս անգամ եւս առաջ բերում։ Աննա, երբ մարդիկ կտակում են իրենց տունը, իրենց երեխաներին եւ ցավոք կյանքից հեռանալուց անմիջապես հետո, եթե երեխաները անչափահաս են, հաճախ կանգնում են դժվարությունների առաջ տունը պահպանելու։ Այս պարագայում որոնք են խելամիտ լուծումները։ Եթե երեխաները իրանց փոքր տարիքում կորցում են իրանց ծնողներին եւ ծնողները նրանց թողում են տուն, ծնողների կողմից ճիշտ տարբերակն է, որ նշել պայմաններ, թե ինչպես են երեխաները այս տունը օգտագործելու կամ հոգալու տան ծախսերը։ Կարա լինի life insurance, որը կօգնի երեխաներին տան payment-ները վճարելու, մինչեւ իրանք դառնան 18 տարեկան եւ կարողանան գումար աշխատել, կամ կարա լինի bank account, որը հատուկ հատկացվել է տան ծախսերը հոգալու համար։ So միայն տուն թողելը երեխաներին չի հոգում բոլոր կարիքները երեխաների, especially եթե իրանք 18-ից ցածր են։ Այնպես որ սիրելի հետևորդներ, պետք է իսկապես կարևորել այս հարցը եւ անշարժ գույք ձեռք բերելուց հետո անմիջապես մտածել նաեւ դրա ապագայի վերաբերյալ։ Grigorian Law Firm-ը, մասնավորապես իրավաբան Աննա Գրիգորյանը արդեն երկար տարիներին զբաղվում է այս հարցով եւ հմտացած է հենց Will and Trust-ի հարցում եւս, այնպես որ զանգահարեք կամ այցելեք գրասենյակ։ Art in Beauty Aesthetics-ում մենք խոսում ենք էսթետիկ բժշկության մասին, խոսում ենք անվանի եւ հայտնի բժիշկ Արտակ Մկրտչյանի հետ։
Բժիշկ առհասարակ իհարկե մարդու արտաքին տեսքը վերջին շրջանում էսթետիկ նոր ընկալման պատճառով շատ կարևոր է։ Մարդկանց դիմավորում են, այսպես ասած, եւ անձնական կյանքում, եւ մասնագիտական հանդիպումների ընթացքում հենց դեմքով արտաքին։ Եվ շատ կարևոր է նաև չափի զգացումը եւ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Ինչ կպատմեք մեզ դեմքի ընդհանուր խնամքի մասին։ Շատ ճիշտ նկատեցիր, Մեհեր ջան, մարդկանց դիմավորում են արտաքինով, ստեսություն են ասում ուղեղով, գիտեք բոլորը։ Ես այսօր ուղղակի կուզեմ խոսել ընդհանուր դեմքի խնամքի մասին։ Մենք շատ ենք խոսել բոտաքսի մասին, ֆիլերների մասին, դեմքի ձգումի մասին։ Ուղղակի ուզում եմ, որ մեր ազգականները տեղեկացած լինեն նրանով, որ պետք չի թողեք, որպեսզի ձեր դեմքը ծերանա, թառամի, կախվի, որպեսզի նոր դիմեք։ Ասենք խելացի մարդիկ չեն սպասում, որ ատամը փչանում է, ցավում է, նոր գնում են բժշկի, չէ՞, դուք տարեկան կամ 6 ամիսը մեկ գնում եք ստուգվելու, որ դրան չհասնի։ Ինչու, որտեղ դա մեր գործն էլ ավելի հեշտացնում եւ արդյունքներն են ավելի լավ։ Օրինակ, ես միշտ առաջարկում եմ, երբ որ արդեն գալիս է մի բան, դուք պետք է մշտական ձեր բոտաքսը պահեք, որպեսզի դեմքի կնճիռները չառաջանա, քանզի որ խորը կնճիռներ առաջանից հետո շատ դժվար է հարթ դեմք ստանալ։ Ունենք տարբեր մոտեցումներ։ Մենք շատ ենք սիրում, երբ որ հաճախորդը գալիս է ու ասում է. «Ինչ եք կարծում, ինչ կարող եմ ես անել, որպեսզի թարմ եւ ավելի ջահել տեսք ունենալ»։ Դա կախված է անհատական, կլինի դա ներարկումներով, կլինի ավելի ոչ բնական մեքենաների պատճառով եւ այլ եւ այլ։ Շատ անգամ լինում է գալիս են ասում են ես ուզում եմ այտերս մի քիչ ֆիլեր լցնել, սա անել, նայում ես հաճախորդին, ասում ես գիտեք կարող եմ մի բան ձեզ առաջարկել, սա եւ միանգամից փոխվում է մոտեցումը, որտեղ սա շատ անհատական է։ Ուղղակի խորհուրդս նա է, որ հետևեք ձեր դեմքին, որտեղ դեմքը դա ձեր ներկայացուցիչն է, դուք կարող եք շատ գեղեցիկ դեմ երկարատև պահել, երբ որ ժամանակին ճիշտ սկսեք եւ աշխատեք ճիշտ մասնագետների հետ։ Իսկապես շատ կարևոր է, որ մասնագետները լինեն բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ բժիշկներ, այստեղ Artin Beauty Aesthetics-ում մշտապես ձեզ կտան ճիշտ ուղղորդում, ճիշտ լուծում հարցին եւ առհասարակ իհարկե, եթե որևէ բանի կարիք չկա, որքան էլ խնդրեք, որքան էլ ստիպեք, այդ միջամտությունը երբեք չի կատարվի։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով ամրագրելու համար ձեր այցելությունը։ Ողջույն, մենք գտնվում ենք մեր գործընկերոջ գրասենյակում, MS Tours and Travel-ը իսկապես արդեն ավելի քան 40 տարի վայելում է մեր համայնքի վստահությունը։ Պետք է նշել, որ 1988-ին հիմնադրված այս տուրիստական գործակալությունը կարողանում է երկար տարիներ շարունակ ապահովել լավագույն հանգիստը եւ բնականաբար իհարկե ամենատարբեր ֆանտաստիկ ուղևորություններ։ Այսօր ձեզ պատմելու ենք MS Travel-ի նոր ուղևորության մասին եւ այն բնականաբար իհարկե ամենավառ հիշողություններ ստեղծելու լավագույն տարբերակն է։ Բրազիլիա եւ Արգենտինա երկու շաբաթ այս ուղևորությունը հնարավորություն ձեզ կտա վայելելու ամենաֆանտաստիկ տեսարժան վայրերը, տեղի ունենալու նոյեմբերի 5-ից 17-ը 2 շաբաթ շարունակ։ Եվ փորձառու մասնագետները եւ բնականաբար իհարկե տուրիստական գործակալության աշխատակիցները ուղեկցելու են ձեզ եւ դուք ֆանտաստիկ հանգիստ եք միասին վայելելու։ Դե ինչ զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ այցելեք նաեւ MS Tours and Travel։ Ողջույն, այսօր ձեզ ներկայացնելու ենք եւս մեկ անգամ մեր լավագույն գործընկերներից մեկին Tour Van Go-ին, որն առաջարկում է իր Sprinter van-երը երկարատև եւ կարճատև ուղևորությունների համար։ Ինձ համար ամենակարևորը ոչ միայն մեքենաների թարմ եւ որակյալ եւ լավագույն մակրիշի լինելն են, այլ ամենակարևորը ապահովությունը։ Ապահովությունը յուրաքանչյուրիս համար առաջին տեղում է եւ այդ իսկ պատճառով Tour Van Go-ն ընտրել է լավագույն մասնագետների, լավագույն վարորդներին, ովքեր իսկապես պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին։ Նրանք ունեն երկար տարիների աշխատանքային փորձ եւ իհարկե անվերության մեծ բաժակ, ինչպես ասում են, որովհետև այս վեները հիմնականում օգտագործում ենք նաև երկարատև ուղևորությունների ընթացքում, օրինակ դեպի Վեգաս, երբ դուք կարող եք խմել, կինովնալ ձեր բարեկամների, ընկերների հետ եւ այլևս չմտածել անվտանգության մասին։ Այդ ողջ ճանապարհորդության ընթացքում վարորդը ձեր հայեցողության տակ է, ձեր տրամադրության տակ է եւ կարող է ընթացքում նաեւ իհարկե ձեզ տարբեր ուղևորություններ կարճ ապահովել։ Սա հարմարավետ տարբերակ է նաեւ ըստիս, օրինակ, տարբեր գինու համար նախատեսված դաշտավայրեր, գինետներ այցելելու համար։ Սանտա Մոնիկա են հաճախ մարդիկ գնում, Սան Ֆրանցիսկո են գնում, սա եւս հիանալի լավ տարբերակ է։ Եթե կան սպորտային թիմեր, ապա սպորտային թիմերի համար եւս ունենք մինչև 18 հոգու համար նախատեսված Sprinter van-եր։
Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց այցելուներին, իրենց տուրիստներին դիմավորել գեղեցիկ տարբերակով օդանավակայանից, Tour Van-Gogh-ն առաջարկում է եւս օդանավակայանից դեպի Լոս Անջելես կամ բնակության վայր կամ հյուրանոց նախատեսված ուղևորությունը չափազանց գեղեցիկ եւ չափազանց հարմարավետ։ Համաձայն եք, որ սա առաջին տպավորությունն է լինելու ձեր այցելուների համար Լոս Անջելես եւ առաջին տպավորությունը երկրորդ անգամ չեն գործում։ Վերնախցիկները չափազանց մեծ են, մեծ ճամպրուկների համար շատ հարմարավետ է։ Էկրաններին տեսնում եք բոլոր տվյալները, զանգահարեք եւ ձեր առաջիկա ուղևորությունը պլանավորեք հենց Tour Van-Gogh-ի հետ։ Tour Van-Gogh-ի այս մինիվենը, այս Sprinter van-ը նախատեսված է մինչև 18 հոգու համար։ Այսինքն, եթե դուք մեծ կոլեկտիվ եք կամ օրինակ սպորտային թիմ եք եւ միասին պետք է ուղևորվեք քաղաքից դուրս Palm Springs, Vegas եւ այլ հատվածներ, ապա սա ամենալավ տարբերակն է։ Բոլոր նստատեղերը հարմար են, երկար ուղևորության համար սա իդեալական տարբերակ է։ Գործում է նաեւ հեռուստացույցի տարբերակ, երաժշտություն լսելու տարբերակ, մի խոսքով այն ամենը, ինչ պարզապես անհրաժեշտ է ապահով եւ գեղեցիկ երթևեկելու համար։ Անի, հետաքրքիր է նաեւ ձեր անձնական կյանքի մի քանի մանրամասներ, որոնք այնուամենայնիվ ես հոգեբանորեն կկապեմ ձեր կյանքի ամենացավալի կորստի, հայրիկի կորստի հետ։ Դուք ձեր երջանկությունը գտնում եք մի տղամարդու հետ, ով տարիքային մեծ տարբերություն ունի ձեզ հետ։ Ձեր ընտրությունը կապ ունի ձեր հայրիկի կորստի ու նրա նկատմամբ կարոտի կամ ապահովության զգացողության հետ։ Մահեր ջան, ամուսինս ինձանից շատ մեծ չի, 8 տարի է մեր տարիքային տարբերությունը, ինքը 8 տարի է մեծ ինձանից, ուրեմն ես չեմ ուզում, չեմ էլ սիրում այդպիսի բաներ խոսեմ, իրականում, հա, երբ որ դու մի քիչ ունես հայտնիություն, քեզ կարող է սիրի հայտնի պրոդյուսեր, երկիր, չգիտես, դերասան, ով, ու ինձ իրականում ոչ մեկ դուրս չէր գալիս ու մայրս ասում էր թե լավ անջան հիմա ինչի չես ընտրում այն ժամանակ բաբան ասում էր իմ աղջիկան տանեին խփեն ծեծեն ինձ ինֆակտը գխփի հիմա ինչի ընտրություն չես անում ասում էի մամ ես կուզեմ իմ կյանքում հանդիպի այն մեկը ով բաբայիս նման կլինի բաբայիս նման խիստ կլինի որ իրանից ես կզգաստանամ ոչ թե ես իրեն կկառավարեմ որովհետև ով ինձ ճանաչում է ես բավականին Բարդ բնավորություն ունեմ ու կարող եմ մարդկանց ինձ ենթարկել, մայրս ասում էր, լավ, իսկ ըստ քեզ էտով պետք է լինի այդ մեկը, որ պետք է կարողանա քեզ այսպես սանձի կառավարի, ասում էի, կլինի, էլի, կլինի, ու երբ որ ես առաջի անգամ ամուսնուս տեսա, ինքը իրականում չգիտեր էլ Անի Գրիգորյաննով է, Մհեր ջան, Գործնական առումով էինք մենք հանդիպել ու իր այդ խիստ կեցվածքը, իր արտաքին տվյալները ինձ ունենց թված, թե sense մի հատ շատ հարազատ մեկին էի ես այսքան ժամանակ մանեկել։ Ես իրականում չգիտեի էլ ինքը ինձ կսիրի թե չի, ես առաջինը իր տեսա ու սիրեցի։ Ու ինքը երբեք ինձ չէր ասում, որ ինքը որպես տղամարդ ինձ հավանում է ու ես ունեի շատ լուրջ Մհեր ջան առողջական խնդիր, որ ոչ մեկ չգիտեր այդ մասին, ուրեմն այնքան լուրջ, որ կյանքի մահու հարց է, ես պետք է գնամ Գերմանիա, տենց շփվում ենք, ինձ թվում է գործի առումով ենք շփվում, ուրեմն մինչ Գերմանիա գնալես, ասի թե լավ է, որ ինքը ինձ ուզեր կզանգեր, Անի ջան, ասի դու սեravնո հավաքի քեզ, դու Անին ես, ու երբեք իրան չզանգես, ուրեմն 22 օր Ես չեմ զանգում ամուսնուս, ամուսինս է ինձ չի զանգում, 23-րդ օրը զանգում է, ասում է Անի, բարև, այսօր ես կոր է, դե ասում եմ, եթե գործնական հանդիպում չունենք, ինչ զանգեի քեզ, ասում է, նենց չի, որ ես զանգել եմ քո ողջությունը հարցնեմ, գործնական հանդիպում կա, դրա համար եմ զանգում, այն որ սենց հեռախոսը անջատում եմ, մայր ջան, ասում եմ, ես ինչ մարդ է, ուրեմն ես ինձ չի սիրում, ուրեմն Գերմանիա պետք է գնամ, արդեն բուժման Ինքը թե իմացել է, որ ես արդեն վատ առողջ եմ, գնում եմ, ասում եմ, սպասիլը խոսեմ էլի, ասում եմ, դե լավ, կարևորը ես ընտանիք չունեմ, ամուսին չունեմ, բալիկներ չունեմ, սիրած մարդ չունեմ էլի, ասում եմ, որ մեռնեմ էլ, ոչ մեկը չի ցավաբրի իմ համար, ասում է վայ Անի ջան, ինչի ես այդպես բան ասում, կարող է կա այն մեկը, ով քեզ իր կյանքից շատ է սիրում ու սպասում է, որ քո այս հարցերը կարգավորվի, քո հետ ամուսնանա, այդտեղ sense ոդկս տեղն է բռնում, ասում եմ, բա ով է այդ մարդը, որ ցեն չի հանում, ասում է կարող է Անի Գերմանիայում տենց օտանավակայանում մեկը կհանդիպի տենց բան կասի, այն որ sense անջատում եմ հեռախոսն, ասում եմ, ինչս ասվելի մորտ է, ինչի չի ասում, հա ինքը տենց այնքան բարդ էր, որ ասենք բնավորությամբ չէր ասում, մինչև Մհեր ջան 8 տարի ընկերություն ենք արել, մինչև որ եկավ այն փուլին, որ ասենք ասեց, որ հա
հավանում է, սիրում է ինձ, պետք է ամուսնանա։ Անի ձեր ապագան չեք տեսնում։ Չէ, Մահեր ջան, եթե գոյություն ունի այդպիսի մի պայծառատես, որ ինքը կխապի կասի ես իմ ապագան տեսնում եմ, ուրեմն իմացի ինքը նա էլ չգիտի։ Հա, կարող եմ ինձ լիքը Մահեր ջան գործնական հաջողություններ անեմ, փառք անեմ, ֆինանսական վերելքներ, բայց որ ապագաս տեսնեմ, բացառվում է։ Անի որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ առաքելական եկեղեցին չափազանց բացասական է վերաբերվում կանխատեսումներին, բախտագուշակությանը, պայծառատեսությանը, այն համարելով մոգություն ու մեղք։ Ինչպիսին է ձեր դիրքորոշումը, ինչպես եք դուք ձեզ զգում եկեղեցում, եթե հաճախում եք։ Իհարկե, Մահեր ջան, կան մարդիկ, ովքեր չգիտեն, եթե կան մարդիկ, ովքեր չգիտեն, ես Մողնու եկեղեցու հովանավորն եմ, արդեն 5 տարի, Փառք Աստծո, Տեր Եղիշը, Տեր Կարեկինը, շատ լավ ինձ ընդունում են, շատ լավ գնահատում, հարգում են, լինում է դեպքեր, երբ ես ստրեսի մեջ եմ լինում, զանգում ասում եմ Տեր Կարեկին, կարող եմ կամ մի հատ ինձ աղոթեք, ասում է արի զավակս ինչի՞ չէ։ Ես չգիտեմ, Մահեր ջան, երևի կա եկեղեցականների մի մաս, ով չի սիրում ինձ, բայց կա մի մաս, ով ինձ գնահատում ու սիրում է։ Մեզնից յուրաքանչյուրը մեղք է գործում իր կյանքում գիտակցաբար կամ անգիտակցորեն, երբ դա անում ենք գիտակցաբար, մեղքի զգացումը այնուամենայնիվ մեզ միշտ ուղեկցում է, որից հետո մենք փորձում ենք ապաշխարել, փորձում ենք մաքրել մեր գործած մեղքերը, թողություն ստանալ եկեղեցում եւ այլն։ Տեսնելով ապագան, կանխատեսելով, գուշակություններ անելով, պայծառատեսի իրավիճակում հայտնվելով, դուք գիտակցում եք մեղքի զգացում, թե հակառակը կարծում եք, որ Աստված է շնորհել սա։ Ոչ թե կարծում եմ Աստված է շնորհել, նախ գուշակությունը տարբեր է պայծառատեսությունից, Մահեր ջան, ցանկացած մարդ կարող է գուշակել։ Այդ թվում կներեք, այսպես օրինակ բերեմ դուք, բայց պայծառատեսությունը ի վերուստ է տրված, հասկանում ես, այն ինչ պայծառատեսը տեսնում է, ես ուզում եմ մի հատ այսպիսի բան ասեմ, եթե կգտնվի որևիցե մեկը ու ինձ կբացատրի, որ Աստվածաշնչյան Հովսեփը, որը երազներ էր մեկնաբանում փարավոնին, նույն ինքը Մովսեսը, եթե այդ մեղք է, ուրեմն իմ արածնել է մեղք։ Ուղղակի այսօր մարդիկ պայծառատեսներին ու գուշակներին չեն կարող տարբերել, ու այնտեղ բացում են նոր կտակարանի մեջ ու ասում են Քրիստոսն ասեց հեռու մնացեք գուշակություններից, ոչ թե պայծառատեսությունից։ Շատ լավ։ Ձեզ հայտնություն բերեց նաև 6-րդ զգայարան նախագիծը։ Այո։ Որտեղ դուք էքստրասենսի աթոռին էիք նստած եւ իհարկե պայծառատեսության ձեր բոլոր հնարքներն էիք կիրառում։ Սակայն տեղի ունեցավ մի բան, որ ցնցեց համայն հայությանը, դա ձեր գործընկերուհու մահն էր եւ մահվան հանգամանքները։ Կպատմեք այդ օրվա մասին։ Արդյոք դուք կանխատեսում եք ձեր գործընկերուհու մահը եւ ինչու նա կյանքից հեռացավ։ Մահեր ջան, ես այսպես դες շատերը ասում են անին գոռոզ է, քիթը վերև մարդ է, բարդ է, իրականում միգուցե այդպես է, բայց ես եթերից դուրս ոչ մեկի հետ չէի շփվում։ Ու այնքան հետաքրքիր էր, որ երբ որ մենք եթերում էինք, նույն տաղավարում էինք գտնվում այդ հանգստի վայրում, բոլորը այսպես ծխախոտ էին ծխում, բացի Մարիամից, Հոկեբան ու ինձանից, ու այդ ծուխը իմ համար սարսափելի խայդառակ էր, ու իրանք բոլորը հարմարվում էին իմ հետ ու չէին ծխում, որ հանկարծ անին ված չլինի, ու մի օր այսպես նստած ենք, հանգստանում ենք, երջանկահիշատականին ասեց ան բոլորին այնքան գուշակում ես ճիշտ տեսնում ես մի հատ էլ ինձ կասես ասի ինչ ինքը այնքան լավ ձայնային տվյալներ ուներ ուրեմն ուզում էր երգչուհի դա հա ասեց ան գիտես ես օգոստոսի 15-ին ձայնասկավառակ եմ թողարկելու կնայես հաջող կլինի ես երբեք իրանց չէի նայել ազնիվ խոսք այսպես սուրճ էինք խմում սուրճի բաժակը դրեցի նայեցի Անիի դեմքին ասի մթոմ օգոստոսի 6-ին դու սաղ պետք է լինես որ մի հատ էլ ձայնասկավառակը թողարկես, ասեց ինչ է լինելու, ասի մեռնելու ես։ Ու այդ տվյալ պահին, երբ որ ես մարդու մահը տեսնում եմ, Մահեր ջան, ես անզգա եմ դառնում, հասկանում ես, ես չեմ հասկանում, որ դիմացինը կարող է ցավաբրի, վիրավորվի, երբ որ այդ պահը վերջանում է, նոր ես ինքս վատ եմ զգում։ Անին սկսեց գոռալ, լացել, ասեց Աստվածիմ, հասեք, օգնեք, ինքը ինձ կախարդել է, որ ես մեռնեմ, Գաբրիելը 7 տարի եղել է Անիի ամուսինը։ Գաբրիելը չղայնացավ, ասեց չես ամաչում Անիին։ Դու հարցրեցիր, մարդը ասեց ու ընդཐུպ մինչև Հրաչ Մուրադյանը, որ մեր պրոդյուսերն էր Արտուր Զաքարյանի հետ, իջան ներքև Անիին հանգստացրեցին բան, հետո Անին ներողություն խնդրեց ինձանից, ասեց
միամիտ եղավ, բայց ասեց ինչից եմ մեռնելու, վայ ասի գնայինք ում հան ինձ դաժան մա եմ տեսնում, մի ասել մյուս անգամ ինձ հարցեր չտաս ու իրականում երբ որ եկավ ամսի 4-ներ, 5-ներ իմացան Կանիի այդ ողբերգական դեպքը, հա, իրոք շատ ցավալի էր Մհեր ջան, այդ ոճրագործություն էր։ Ինչն էր, ով էր նրա կյանքին վերջ տվել եւ ինչ հանգամանքներով ու ինչ պատճառով։ Մհեր ջան, այդ ես չեմ կարող ասել, որովհետեւ ինչը հարազատս վերաբերվում է օրենքին, թողնում եմ օրենքին, այն որ ես տեսա, որ ինքը մահանում էր, այդ ֆակտ ես տեսա։ Նրան ըստ իր սիրեկաններ սպանել։ Մհեր ջան, ես չեմ կարող այդպես բան ասել, սիրեկաններ սպանել, թե հարևանի մարդներ սպանել, ես նորից եմ ասում, այն ինչ կապ ունի քաղաքականության, օրենքի հետ, ես քիթս նման տեղեր չեմ մտցնում։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք Գլենդելում գտնվող Eden ռեստորանում, որը ամենաշքեղ ու ամենագեղեցիկ ռեստորաններից մեկն է հենց Գլենդելում։ Eden ռեստորանը ունի նաև առանձին սրահ, առանձին ռեստորան, խոհանոց, որը կոչվում է Umi by Eden։ Պետք է նշել, որ 3 հարկերի վրա տեղակայված է ամենագեղեցիկ միջավայրերից մեկը հենց Գլենդելում։ Իսկ խոհանոցի եւ համեղ ուտեստների մասին պետք է ձեզ պատմենք առավել մանրամասն, քանի որ Eden ռեստորանը ներկայանում է fusion ամերիկյան կամ ժամանակակից մոդեռն ամերիկյան խոհանոցով։ Կոկտեյլները եւ խմիչքները բնականաբար իհարկե լավագույն կերպով ընդգծում են այս միջավայրը։ Eden ռեստորանը ներկայանում է ամերիկյան ռեստորանային ինդուստրիայի լավագույն ավանդույթներով, այն պարզ պատճառով, որ հիմնադիրը հենց ինքը նախկինում էլ իր ողջ կյանքի ընթացքում հենց այս ոլորտում է աշխատել եւ բնականաբար իհարկե հաշվի առնում յուրաքանչյուր մանրուք եւ նյուանս։ Սա նրա առաջին ռեստորանը չէ։ Eden ռեստորանը բաց է յուրաքանչյուր այցելուի համար, լինեք ընկերական շրջապատով, ընտանիքով, թե ձեր սիրելիի հետ, յուրաքանչյուր երեքշաբթիից կիրակի։ Դա Eden ռեստորանն էր եւ Umi by Eden-ը, որը շքեղ մենյուով է հանդես գալիս եւ իհարկե ամենաթանկ միջավայրով, բայց շատ մատչելի գներով։ Սա երկրորդ հարկն է, որը առանձին ավելի private հատված է, ավելի այսպես ինտիմ միջավայր է, որտեղ դուք կարող եք ձեր մտերիմների եւ հյուրերի հետ նշել հատուկ առիթներ եւ տարբեր միջոցառումներ։ Այստեղ ձեզ հնարավորություն կտա առանձնանալու ընդհանուր միջավայրից եւ միաժամանակ ապահովելու լավագույն միջավայրը լավագույն սպասարկմամբ։ Սա իմ ամենասիրած հատվածներից մեկն է, ինտերիերից իհարկե միջև խոհանոց ամենագեղեցիկն ու ամենահամեղը։ Եվ իհարկե չենք մոռանում rooftop-ի մասին։ Այս հատվածում արդեն rooftop-ն է, որտեղ դուք կարող եք վայելել ձեր երեկոները, իդեպ կան օրեր, եւ դուք կարող եք վայելել նաեւ հուկան եւ բնականաբար իհարկե DJ-ն էլ կապահովի լավագույն տրամադրությունը։ Ողջույն, մենք ձեզ արդեն պատմել ենք Aesthetic by Zoya սրահների մասին, որտեղ գործում են մարմնահարդարման, ոտնահարդարման, ինչպես նաև հոնքերի եւ քարտիչների ծառայություն։ Ինչու ենք հատկապես մենք առանձնացնում այս երկու սրահները, որոնք գործում են Վեննայսում եւ Գլենդելում, որովհետեւ այստեղ մատնահարդարմանը եւ ոտնահարդարմանը վերաբերվում են ոչ միայն որպես պարզապես աշխատանքի, այլ նաև բացի արվեստից ամենակարևորը։ Բժշկական տեսանկյունից եւս չափազանց մեծ ուշադրություն է դարձվում այստեղ։ Դուք բոլորը գիտեք, որ բազմաթիվ խնդիրներ ու ցավոք հիվանդություններ կարող են առաջանալ ոչ բարեխիղճ աշխատանքի արդյունքում։ Այստեղ դա անում են գրեթե բժշկական պայմաններում եւ որ ամենակարևորն է, ամենահմուտ եւ երկար տարիների փորձ ունեցող փորձագետների օգնությամբ։ Այժմ կզրուցենք նաեւ հիմնադրի հետ։ Զոյա, գիտեմ, որ դուք պատրաստում եք նաև մատնահարդարների եւ ոտնահարդարների, այսինքն կան դասընթացներ, մարդիկ կարող են գալ եւ սովորել եւ հետո նաև որոշ դեպքերում աշխատել ձեզ մոտ, կպատմեք դասընթացների մասին։ Հունիս եւ օգոստոս ամիսներին այո ունենալու ենք դասընթացներ։ Հունիս ամսին լինելու է բազային կուրսը, զրոյական կուրսը, իսկ օգոստոս ամսին ունենալու ենք սեմինար ես եւ Կարինե Պետրոսյանը, ով գալու է Հայաստանից, շատ բարձր որակով մասնագետ է, ում հետ շատ հետաքրքիր ծրագիր ենք մշակել երրորդյա։ Իսկ ովքեր կարող են մասնակցել, այսինքն ինչ տվյալներ մարդ պիտի ունենա բացի ցանկությունից մատնահարդար դառնալու համար։ Սեմինարը վերաբերվում է միայն պրոֆեսիոնալ մասնագետներին։ Սկսնակները կարծում եմ չեն կարող, պետք է ինչ-որ բազային հիմք ունենան, որ կարողանան վերապատրաստման։ Այո, վերապատրաստման գործ։ Եվ իսկ առհասարակ այն մարդիկ, ովքեր որ այս ոլորտով հետաքրքրվում են, ինչ խորհուրդ կտաք, որտեղ դուք դասընթացներ եք անցկացնում, ովքեր կարող են մուտք գործել այս ոլորտ։
այն մարդիկ, ովքեր իսկապես կսիրեն այս մասնագիտությունը, որովհետև եթե այս մասնագիտությունը չսիրեն, իրանք պրոստը կմնան որպես մատնահարդար, աճ չեն ունենա, չեն զարգանա։ Եթե սեր դնեն ու պատասխանատու լինեն, անպայման առաջ կգնան։ Իսկ դուք ինչու եք սիրել այս մասնագիտությունը։ Ես մասնագիտության մեջ որպես մատնահարդարում չնայեցի իրան, էլի կնշեմ արվեստ ու արհեստ, որովհետև սա նաև ստեղծագործություն է իրականում ու այն էմոցիաները, որ մարդիկ գնում են, այն էմոցիաները, որ մեզ մոտից գնում են, դա ինձ շատ ուրախացնում է։ Ամեն մեկը իր պատմությունով հանդերձ։ Զոյա, ինձ ամենաշատը դուր է եկել եւ հետաքրքրել է որպես ուղղակի հաճախորդի ձեր մոտեցումը հատկապես բժշկական եւ ստերիլիզացիայի թեմայով, գիտեմ որ չափազանց ուշադիր եք այդ առումով։ Կպատմեք, թե ինչ աշխատանքներ են արվում այդ տեսանկյունից։ Մեզ մոտ ստերիլիզացիան ամենաառաջնային դերում է։ Գործիքները ախտահանվում են հենց բժշկական ավտոկլավում ու մեզ համար դա միանշանակ շատ կարևոր է։ Ողջույն, այսօր եւս մեկ անգամ ձեզ պատմելու ենք Քալքոստի աշխատանքի որակի մասին։ Այն առաջարկում է լավագույն հումքը շուկայում եւ ամենաերկար աշխատանքի երաշխիքը համատած այլ ընկերությունների հետ։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեր առանձնատան, տան ցանկապատման, պատերի եւ գեյթերի եւ դռների, մի խոսքով այն ամեն ինչ ապահովում է ձեր privacy-ին, ձեր առանձին լինելու հնարավորությունը, անցնենք ներս ու տեսնենք, թե ինչպես են աշխատում եւ առասարակ իհարկե կփորձենք խոսել նաեւ համահիմնադրի հետ, բարձելու համար այլ մանրամասներ։ Դե ինչ, այս պահին Քալքոստի համահիմնադիրն է, Արամ իմ կողքին, Արամ ողջույն, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Արամ, դուք տալիս եք lifetime երաշխիք, աշխատանքի նաեւ երկար տարիների երաշխիք համեմատած այլ ընկերությունների հետ։ Հավանաբար հումքի վրա չափազանց վստահ եք, որտեղ է արտադրվում եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Ճիշտ եք նկատել, տալիս ենք lifetime երաշխիք, արտադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր արտադրանքը սա ամբողջովին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք է, այո, տալիս ենք lifetime երաշխիք եւ պատասխանատու ենք lifetime։ Արամ, շատ կարևոր մի հանգամանք էլ կա, կան մի քանի փոքր կազմակերպություններ կամ բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնք գալիս են ձեզնից վերցնում են հումքը եւ իհարկե ունեն արդեն իրենց հաճախորդները եւ այլն։ Նոր տեղեկացա, որ դուք այստեղ իրենց աշխատելու հնարավորություն եք տալիս, այսինքն մանր եւ փոքր բիզնեսներին խրախուսում եք։ Այո, ճիշտ եք նկատել, ճիշտ ասացիք, մենք կուզենայինք մեր փոքր բիզնեսի ոլորտում զբաղվող մարդկանց տեղեկացնել, որ մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները իրենց մեր բիզնեսում ունենալ իրենց բիզնեսը կոպիտ ասած, կարողանան օգտվել մեր բոլոր գործիքներից, բոլոր սարքավորումներից, ինչու՞ չէ նաև հանգստի սենյակից, սուրճ խմելուց սկսած մինչև իրենց ապրանքը տեղավորել, դասավորել, հավաքել եւ տանել։ Մի խոսքով, եթե դուք ցանկապատող կամ օրինակ գեյթեր, գզիբոներ եւ այլ տարբեր հատվածներ տան համար նախատեսված կազմակերպություն եք փոքր եւ հումքը ձեռք եք բերում այստեղից կամ նախատեսում եք այստեղից ձեռք բերել, ապա Քալքոստը խրախուսում է նաեւ ձեր գործունեությունը։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Շատ լավ, իսկ երբ պիտի դաժան լուր հայտնեք ծնողների կապված երեխայի հետ կամ երբ պարզապես հասկանում եք, որ ձեր մի խոսքով փոխում եք մարդու կյանքը։ Նժարին դրված է ձեր շնորհը եւ այն ինչի համար մարդիկ եկել են ձեզ մոտ, իսկ մյուս կողմում հավանաբար մարդկային խիղճը եւ էմոցիաները եւ այլն։ Ինչա ձեր ներսում այդ բանը կատարվում։
Ես նոր էլ ասեցի, երբ որ ես մարդուն տեսնում եմ դժբախտություն, հենց իմ հարազատի վրա կբացատրեմ, ուրեմն ես այդ պահին անզգա եմ դառնում։ Ես չեմ հասկանում, որ կարող է դիմացինը, Մհեր ջան, տվյալ պահին ցավ ապրի։ Ես այսպես ասում վերջացնում եմ, հետո երբ որ մի օր, երկու օր անցնում է, ես հասկանում եմ, որ այդ վատ է։ Այստեղից ուրեմն մի քանի ամիս առաջ գիշերը հելնում եմ տեղից ու սկսում եմ լացել, ամուսինս ասում է, ինչ ա եղել, ասում եմ, աղբերս, ասում է, ինչ ա եղել աղբորդ, ասում եմ, հասկանում ես, աղբորս վատ բան ա եղել, ասում է, անջան, ով ասեց, ասում եմ, ես նոր երազից տեսա, որ իմ աղբերը մեռել է, ասում է, կլինի առավոտ լույսը բացվի, գնանք մամայի դասես, ասում եմ, հա, ու ես գիշերը չեմ քնում, ամուսինս ասում է, բայց ան, եթե երազին մարդ է մահանում, նշանակում է երկար է ապրում, ասում եմ, չէ, իմ մոտը տենց չի, ու առավոտ մենք քնում ենք, մայրիկիս մոտ, ասում եմ, մամ, գիտես, ապերին շատ վատ բան է եղել, ասում է, դու մենակ ինձ ասա, ան, կենթանի է, թե չէ, ասում եմ, հա, կենթանի է, բայց մամ, հիվանդանոցում է, ու աղբերս այդ պահին Ռուսաստանի Դաշնությունում է, մայրս ասում է, բա ոնց իմանանք, ասում եմ, դու զանգի ընկերոջը ու ասա, որ դու ամեն ինչ իմացել ես։ Մայրս իմացելով զանգում է ընկերոջը, ասում է, գիտես, մենք արդեն իմացել ենք, ասում է, վայ, բա ով ցեզ տենց ասեց, ու իրականում շատ վատ բաներ եղել, բայց եղբայրս փրկվեց, ինչ եմ ուզում ասեմ, այդ կապ չունի, որ իմ հարազատն է։ Ես տեսնում եմ, կարա թեկուզ այդ պահին ասենք, մեկին թվա դաժանաբար եմ ասում, մեկին թվա ջղայնացած եմ ասում, հա, իմ դեմքը այդ պահին փոխվում է, իմ ձայնի տոնը փոխվում է ու ես իրականում չեմ կարող հասկանամ, որ այդ կարա դիմացինին ցավացնի։ Անի, եթե դա ուղարկված է ի վերուստ, ըստ ձեզ դա շնորհ է, թե հակառակը փորձություն։ Գիտես, Մհեր ջան, ինձ թվում է ոչ թե փորձություն է, այլ շնորհ է, որովհետև բոլորը գիտեն, որ ես բավականին չեմ ուզում ինձ գովեմ, ճիշտ խելացի մարդ եմ, ունեմ 2 բարձրագույն կրթություն ու երբեք ես չեմ ուզեցել, որ դառնամ պայծառատես Անի Գրիգորյանը, ես ուզեցել եմ ուրիշ ոլորտ, հասկանում ես, մանկապարտեզ, բալիկներ, այդ ոլորտում է ինձ լավ զգում ու իրականում այս եւ փորձություն է եւ չգիտեմ, երկուսը միտեղ է։ Դուք գումար գանձում եք պայծառատեսության համար մարդկանց։ Իսկ չէ, որ Աստվածաշունչը ասում է յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը պետք է գնահատի։ Լինում են դեպքեր, երբ մարդկանց օգնում եք գիտակցելով, որ իրենք չունեն Միանշանակ, իհարկե, Մհեր ջան, շատ է լինում։ Լինում է դեպքեր, երբ էջից գրում են, որ բացարձակ իմ մոտ չեն եկել ու ասում են, գիտեք, անջան, Արցախից ենք, կարիք ունենք, բնականաբար ես գնում եմ, օգնում եմ ու երբեք չեմ բարձրաձայնում, որովհետև ինձ հաճելի չի, որ եթե մարդը ֆինանսապես վատ վիճակում է, ես գնամ ցույց տամ, թե գիտեք, եկա բան բերեցի։ Անի, ինչու են մարդիկ դիմում սև մոգության, թուղթուգիր, անեծք եւ այլն։ Ինչու դա կա մեր ժողովրդի, մեր ազգի մեջ։ Մենակ մեր ազգի մեջ չի, Մհեր ջան, տարբեր երկրներում կա ու այսպես մի բան ասեմ, եթե ես ուզում եմ այսօր 1000 անգամ կներես, քեզ սպանեմ, ես մտածում եմ, ինչի դանակը մտցնեմ Մհերի փորը կամ ինչի խփեմ, գնամ բանտ նստեմ, հենագը գնամ մոգերին կասեմ, ինչ էլ որ չլինի չկարողանան է, գոնե Մհերը ժամանակ առ ժամանակ իրան թույլ ու հիվանդ կզգա։ Այ մարդկանց չարությունը, նախանձը հենց դրան է բերում։ Իսկ ինչպես պաշտպանել ինքդ քեզ։ Ինչպես կարող ես պաշտպանել սև մոգությունից։ Ինչ անեն մարդիկ։ Չկա տենց բան։ Մենք նույնիսկ ես պայծառատես լինելով, եթե մեկը կա որ ասում է, գիտես, պաշտպանված եմ, չէ, մինչև այդ չարական կաբանքը չքանդվի, եթե կա քո վրա, մինչև այսպես պաշտպանիչ շեշտ չտնես, երբեք չես կարող պաշտպանված լինես։ Ինչու է ձեզ աշխարհը գնում դեպի մթություն, դեպի բացասականը, նեգատիվը, մահեր, պատերազմներ, անհավանական պատմություններ, որոնք առաջ լսելի զարմանում էինք, հիմա սովորական է։ Ոչ թե ինչու, Մհեր ջան, հենց Աստվածաշնչում ասում է, որ վերջի օրերին սենց է լինելու, մերը մանուկն է ուրանալու, մանուկը մորն է, հենց Սուրբ Գիրքը ասում է ու հենց այդ որի կարդում ենք, յուրաքանչյուր ասածը ժամ առ ժամ փուլ առ փուլ կրկնվում է։ Դուք տեսնում եք ազգի ապագան կամ ժողովրդի մարդկային խմբի ապագան, թե տեսնում եք մենահատների։ Չէ, տեսնում եմ, բայց եկեք ինչը վերաբերվում է ազգին, այդ թողնենք Մհեր ջան, որովհետև ինձ թվում է ինձ հասկանում եք կամ բաներ, որ պետք չի բարձրաձայնել։ Լավ, եկեք փորձենք անցնել օրինակ կանխատեսումների կամ պայծառատեսության ձեր հմտություններին եւ այլն, եւ եթե դրանով ձեզ անհարմար իրավիճակում չեմ դնում, կխնդրեմ մի քանի հայտնի մարդու անուն ասեմ
ու փորձեք անուն, թե նկարներն ցույց տաք։ Կարող եմ նաև նկարներ Նկարներն եկեք ցույց տվեք, որ հեշտ լինի, լավ։ Հավանաբար, որպեսզի դա լինի արդար եւ անկողմնակալ, երևի սկսենք ինձնից, հա, որպեսզի որևէ մեկի համար հետագայում չլինի դա խնդիր։ Հիմի տեսեք Մահեր ջան, կներեք, որ սենց եմ ասում, եթե սկսենք ձեզանից, չէ, այդ պետք է ասեն ինքը Անին Մահերին կանչել է, Մահերը Անին կանչել էր հաղորդման հյուր, Անինը բնականաբար գովեց Մահերին, գովեց Մահերին, որովհետև ես որպես մարդ ձեզ վատ մարդ չեմ տեսնում Մահեր ջան։ Ընդհակառակը ես տեսնում եմ շատ լուսավոր, շատ պայծառ ու շատ վերելքներ ունես, թե այստեղ, թե Օվկիանոսն ենքում։ Միակ խնդիրը քո մոտ Մահեր ջան անձնական կյանքն է, որ ինքը անընդհատ sense ոնց որ կիսատ է մնում, հասկանում ես։ Իսկ այդ եթերից հետո ես մնացածը ձեզ կասեմ, ես չեմ ուզում որ այս եթերով հնչացնենք, այդ եթերից դուրս ձեզ կասեմ։ Եկեք անցնենք այլ պատմությունների, օրինակ, ինձ հետաքրքիր է այս օրերին ամենակննարկվող կերպարներից մեկը, ամենակննարկվող անհատականություններից մեկը Անդրեն է իր անձնական կյանքի դժվարություններով եւ փորձությամբ, որով անցնում է։ Անձնական կյանքի դժվարությամբ, որ ինքն անցնում է դատական գործով կապված կնոջ հետ եւ այլն։ Ինչ եք տեսնում, նախ ինչ է տեղի ունեցել եւ ինչպիսին է ապագան այս դեպքի։ Մահեր ջան, իրական կյանքում ես չգիտեմ, դուք Անդրեի հետ մթերիմ եք, մտերիմ չեք, եթե մթերիմ եք, ուրեմն այս եթերից հետո էլ ինքը կփաստի, ես իրեն երբեք չեմ ճանաչել անձնական, այսպես, բայց ես ճիշտ է, միգուցե հիմի շատերը ինձ քննադատեն, քննարկեն, բայց ինքը շատ լավ մարդ է։ Այն ինչի մի խոսում են իր մասին սուտ է։ Ինքը այնքան դժբախտ մարդ է, որ ինքը այսօր ընկել է այս իրավիճակի մեջ։ Ինքը նախ ունի շատ լուրջ առողջական մի քանի խնդիր ու իր կյանքը անձնական բացարձակ չի ստացվում, հասկանում եք։ Այս մարդն այնքան բարի մարդ է, որ ինքը իրենից ցածր մարդկանց ընտրում է, իրեն չի բարձր տասում, հասկանում եք ինչ եմ ասում, ընտրում է այդ ցածրներին, այդ ցածրներին բերում մարդ է սարքում, իրանց է թվում է, թե պետք է իրանք սենց աճել են արդեն այնքան, որ հելնեն այս մարդու դեմ, այս մարդը մեծատարով մարդ է, այս մարդն այնքան լավ մարդ է, որ ինքը ոչ նախքին կնոջ մասին է վատ խոսում։ Միակ խնդրանքս ինձ, որ եթե ինքը այս հաղորդումը տեսնի, ինքը թող հասկանա, որ ինքը պետք է իրան հետևի, իր առողջականին, որտեղ ինքը անենց ստրեսի մեջ է։ Եթե ինքը իրան չհետևի, ինքը կբռնի Հայկոյի ճանապարհը։ Իսկ ինքը ափսոս է, ինքը շատ լավ մարդ է։ Ու ես ուզում եմ սրանից հետո մնացած մարդկանց ասեմ, որ ամեն մարդ թող իր վերմագի չափով ոտքը երկարացնի։ Ամեն մարդ իր հավասարի հետ ամուսնանա, հասկանում ես։ Այդ սուտ բան է, որ ասում են դու բարձր ես, ցածրին բերես քո հետ լավ կլինի։ Չէ, հայրս մի հատ լավ խոսք ուներ, ասում էր քեզանից ցածրին պետք է ցեխը մտցնես։ Իր Անդրեն շատ ես երբեք իրան չէի նայել, բայց ինքը այնքան լավ մարդ է, որ հերիք է, որ ինքը տաղանդավոր երկիչ է, հասկանում եք։ Ու այդ մարդը թող ինձանից ոչ մեկ չնեղենա այս եթերից հետո։ Ուրեմն այս տղամարդը ոչ մի լավ բան չէր արել, հա, որ այտենց հանել եք, ուզում եք սարքեք մի հատ խելագար, սարքեք մի հատ այլասերված, այլանդակ մարդ, ամեն մարդ պետք է հասկանա, որ ինչ անում է բումերանգ է։ Ես էլի եմ իրան խնդրում, որ իրան հետևի իր առողջականին, որտեվ իրան ապագայում այնքան լավ բախտ է սպասվում, այնքան մեծ երջանկություն, որ ինքը պրոստը մի քիչ թող իմ ասածից չվիրավորվի, խելքը գլուխը հավաքի։ Հասկանա, որ ինքը բարձր է։ Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա ինքը որտեղ է գտնվում, ոչ թե իրան հավասարեցնի պլենդուզի մագարտակին, որ մնացածն է թեգուզ այդ կողակիցը, մտածի թե վայ ինքը կարող է իրան այսպես ցեխի մեջ մտցնի, չի կարելի է։ Այս մարդը մեր ազգի համար տաղանդավոր խելացի մարդ է, հասկանում եք։ Ինչի է տենց բոլորիս կյանքը, Մահեր ջան, յուրահատուկ փայլուն էջով գնում է, խի տենց տուն կա, որ մարդը կնոջ վրա չղայնանա։ Բռնության դեպք տեսնում եք։ Բացառվում է։ Ու ես չեմ ուզում քիթս խոթեմ ուրիշի անձնական։ Ես գիտեմ, որ հիմի ես եթերից հետո ինձ կքննադատեն, կասեն կեդինը մտնես, քուշակ չգիտես ինչ, բայց էլի եմ ասում, ես անձամբ Աստված է վկա, Անդրեին չեմ ճանաչում, երբեք այս մարդուն չեմ տեսել, բայց չի կարելի, հասկանում ես։ Ես այն պայծառատեսն եմ, որ երբեք ոչ մեկ չի կարող կասի, թե գիտես Անին մեր աբական ասեց, սխալ ասեց։ Այս մարդը յուրահատուկ մարդ է, հերիք է։ Լիլիթ Հովհաննիսյանի դեպքում ինչ եք տեսնում։ Լիլիթը գիտեք ինքը շատ ուրախ լավ աղջիկ է։
Այն որ ասենց միֆեր է տարածված, որ ինքը, ասենք, իր ամուսնությունը ֆիկտիվնի է, ֆարշ է, չգիտես ինչ է, չկա տենց բան։ Իրանք շատ լավ զույգեր են, շատ իր ամուսինը իրան սիրում է, ինքը ամուսնուն, այս աղջիկը այնքան մեծ վերելքներ ունի հելնելու, այն ինչ հելել է, հələ էլի պետք է հելնի, ու իր բալիկների ընտանուր քանակը 3-ը պետք է լինի։ Հələ ճակատագրով Աստված իրան 2 հատ է բալիկ է տվել, ու փառք Աստծո, ինքը շատ դրական մարդ է։ Շատ դրական է ու իր ամուսնու կյանքը շատ հարատև ու երկար է։ Այդ միֆերը, այդ ֆիկտիվնի ամուսնություն, չգիտես ինչ, դրանք դեպիլ խոսակցություններ են, իրանք լավ զույգ են։ Ողջույն, մենք գտնվում ենք Գլենդելի ամենակենտրոնում, ավելի կենտրոն չի լինում։ Մենք գտնվում ենք Վերանդա եւ Վերանդա Lounge ռեստորաններում, վստահ եմ, ապրելով այստեղ Միացյալ Նահանգներում ձեզնից գրեթե բոլորը կամ բոլորը արդեն հասցրել են լինել այս հյուրընկալ ու գեղեցիկ պատերի ներքո։ Եթե դուք նախընտրում եք քեֆ անել եւ մեծ խմբով եք եւ կամ փոքր ընտանիքով կամ ընկերական շրջապատով, ապա Վերանդա ռեստորանը սպասում է ձեզ։ Որևէ մեկը այդ միջոցառումներին նստած չի մնում, պարահրապարակում ասեղ գցելու տեղ չկա, որովհետեւ բենդը եւ արտիստներն ու աստղերը այնպես են անում, որ որևէ մեկը նստած չմնա։ Լեփլեցուն սեղանների եւ համեղ ուտեստների մասին գիտեն բոլորը, իսկ սպասարկման որակը հասցրել են գնահատել ձեզնից շատերը։ Մենք գտնվում ենք այժմ Վերանդա Lounge ռեստորանում փոթորկից առաջ։ Ինչու փոթորիկ, որովհետև ամեն անգամ Երևան նայցի ընթացքում, երևանյան գիշերների ընթացքում այստեղ իսկական էմոցիաների եւ աուրայի իսկական փոթորիկ է եւ հրաբուխ։ Բոլոր նրանք, ովքեր ցավոք չեն հասցնում կամ չեն կարող հասկանալի պատճառներով լինել իրենց հայրենիքում, Երևանում, ապա դա անում են այստեղ մտովի տեղափոխվելով այս գեղեցիկ ու երևանյան աուրայի շնորհիվ, երևանյան գիշերների շնորհիվ իրենց հայրենիք եւ այն Երևանը, որը նրանք լքել են։ Լավագույն ֆոլք եւ քաղաքային ֆոլք երգերը ձեզ մի անգամից կտեղափոխեն հենց այնտեղ Երևան։ Վերանդա Lounge առաջարկում է ժամանակակից ֆյուժն եւ համեղ ուտեստներով լավագույն խորտիկները եւ լավագույն մենյուն, որի դեպ չի զիջում անգամ Beverly Hills-ի կամ West Hollywood-ի ռեստորաններին, իսկ բարմենի պատրաստած կոկտեյլները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնպես որ մեկ անգամ գալով երևանյան գիշերներին, վստահ եմ այն կդառնա ձեզ համար ավանդույթ, չէ՞ որ երևանյան գիշերները Վերանդայի արդեն դարձել են Գլենդելի համար իսկական այցեքարտ։ Ողջույն, մենք կրկին գտնվում ենք մեր սիրելի one-on-one travel-ում, ես իմ հաջորդ ուղևորություններն եմ պլանավորում եւ միաժամանակ իհարկե զրուցում ենք համահիմնադրի Զարայի հետ։ Զարան մեզ միշտ տալիս է օգտակար խորհուրդներ եւ այս հատվածը հաղորդման մենք չենք օգտագործում պարզապես նրանց ծառայությունները գովազդելու համար, այլ երբեմն նաեւ ձեզ կրթելու եւ ինֆորմացիա օգտակար փոխանցելու։ Այս պարագային խոսենք Շենգեն վիզաների մասին, գիտեմ որ ձեզնից շատերը դժվարանում են Միացյալ Նահանգներում ստանալ Շենգեն վիզաներ կամ պարզապես չգիտեն թե ինչպես անել։ Զարան կրկին շտապ օգնության է գալիս։ Զարա, ինչպես կարող են մարդիկ ստանալ Շենգեն վիզա եւ ինչ պայմաններում։ Իրականում գործընթացը այդքան էլ բարձ չի, բոլորս որ պատկերացնում ենք, պարզապես պետք է ճիշտ ժամանակին դիմել, հատկապես ամառվա ամիսներին high season-ի հետ կապված appointment-ները շատ սուղ են դեսպանատներում, սակայն մեր հմուտ մասնագետները կարողանում են շատ արագ օր վերցնել, application լրացնել եւ ինչպես հարցն է դոկումենտները պատրաստել, որպեսզի արագ ստանան Շենգեն վիզա եւ իրենց երեխաների երկիրը գնան։ Զարա երկար է հատվում այդ թղթերը պատրաստելը, ինչ պետք է անեն մարդիկ, անհանգստանան, թե միանգամից զանգահարեն one-on-one travel։ Միանգամից զանգահարեն մեզ եւ մենք շատ արագ ուղարկում ենք այն լիստը, ինչը մեզ հարկավոր է, օր վերցնել, application լրացնել, ամեն ինչ հեշտացնում են, գալիս են մեզ մոտ, տեղում ամեն ինչ պատրաստում են։ Եթե նույնիսկ դոկումենտի կարիք է լինում, որ մենք պատրաստենք, մենք դա սիրով անում ենք։ Ես օրինակ կարող եմ անել ցանկացած դժվար գործ, բացի թղթաբանական հարցերից, ես ցանկացած պարագայում, եթե դա կապված է որևէ գերատեսչության կամ թղթաբանության հետ, թողնում եմ միշտ վաղվան, Ինպես մի վարվեք, պարզապես զանգահարեք one-on-one travel, ձեզ այստեղ անպայման կօգնեն։ Մենք գտնվում ենք Լոս Անջելեսի փոքրիկ Երևանում, տուն Լահմաջո ռեստորանում, որտեղ դուք կգտնեք Երևանի ամենալեգենդար լահմաջոյի, հենց Լոս Անջելեսյան տարբերակը։ Պիտի ասեմ, որ երբեք այս երկար ամիսների ընթացքում մենք ընկերացել ենք արդեն տերերի հետ, բաժնետերերի հետ բիզնեսի, նրանք չեն բացում գաղտնիքը, թե ինչ կա այս հետաքրքիր ու հանճարեղ լահմաջոյի բաղադրատոմսի մեջ։ Բայց պիտի ասեմ, որ բոլորը շատ հավանում են։ Հավանում են ոչ միայն ուտելիքի որակի եւ իհարկե դրա գաղտնի բաղադրատոմսի պատճառով,
այլ նաև սպասարկման պատճառով, որովհետև այստեղ իսկական անկեղծ երևանյան ժպիտներ են բոլոր աշխատակիցների կողմից։ Իսկ առաջարկվող մենյուն իհարկե ձեզ համային առումով անմիջապես կտեղափոխի դեպի Երևան։ Տրամադրությունը, միջավայրը, երաժշտությունը, դեկորացիաները նույնպես իհարկե հենց այդ մոտիվներով են։ Տուն Լահմաջոն առաջարկում է իր թարմեցված մենյուն, որտեղ տեղ են գտել թեթև եւ ամառային ուտեստներ։ Իդեպ ձեզնից շատերը նախընտրում են նաեւ ոչ միայն տոներին, այլ նաեւ առօրյայում գալ այստեղից ուտելիք վերցնել եւ իհարկե տանել առիթների կամ ընտանեկան ընթրիքների համար։ Այդ տարբերակը եւս շատ իհարկե տրամաբանական է, քանի որ այստեղ կարծես տան պատրաստած ուտելիք լինի։ Դուք նույնիսկ կարող եք խաբել ձեր հյուրերին եւ ասել, որ ուտելիքը պատրաստել եք ինքներդ։ Այցելելով մեկ անգամ Տուն Լահմաջոն ռեստորան, ես վստահ եմ, որ դուք շատ հաճախ ձեր ընկերական կամ ընտանեկան միջավայրով կլինեք այստեղ։ Տուն Լահմաջոն իմ ամենասիրած արագ ուտեստներից է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կհանդիպեմ ձեզ Երևանի Տուն Լահմաջոն, որովհետև օրեր անց լինելու եմ Երևանում եւ արդեն գիտեմ, որ լինելու եմ Հյուսիսային պողոտայում։ Հասցեները ձեր էկրաններին են, կհանդիպենք Երևանում։ Ողջույն, այս պայն մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Եվ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի, այսպես ցուցակում ցանկանում ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Բոլորը քննարկում են նաև Իվետ Ամուկուչյանին ու փորձում հասկանալ, թե ինչպիսին պիտի լինի նրա ապագան, ընտանեկան, անձնական երջանկությունը եւ այլն։ Ինչ եք դուք տեսնում։ Մահեր ջան, թող ինձանից չնեղանա, ես չեմ ճանաչում, հնարավոր է նկար ցույց տաք։ Իհարկե։ Բայց ինչ են ուզում այս խեղճ աղջկանից։ Շատ լավ, շատ դրական աուրայով ինքը իր կյանքով ապրող մարդ է ու իրան ապագայում բալիկ է սպասվում։ Ինքը գիտեք ոնց, այն որ սենց ցույց է տալիս, որ ինքը շատ ուժեղ է, հա, բայց իրականում ինձ լավ հոգի ունի, որ չեք պատկերացնում, փխրուն, լավ, իրան ապագայում, բացի այս բալիկից, իրան ամուսնություն է սպասվում։ Ես ներկա պահին իր կողքին հստակ տղամարդ չեմ տեսնում, որ զաքսավորված լինի, կարող է այսպես ասած ընկեր կա, բայց իրան ապագայում շատ լավ բախտ է սպասվում, շատ յուրահատուկ բախտ։ Բոլորը քննարկում են նաև դերասանուհի Աննա Մանուչարյանի որոշումը տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպիսին պիտի լինի նաև նրա ապագան, այն հաջողությամբ, թե հակառակը մթով է պսակված, ինչ կասեք Աննայի մասին։ Մահեր ջան, էլի նկարը, հա, ես մի քիչ թող ինձ ներեն, այդքան լավ չեմ ճանաչում։ Ոյ, գիտեք, Աննայի առաջի բախտը լավը չի եղել, ամուսնությունը առաջի, ես չգիտեմ, կարող է նեղվի իմ ասածից, այդ արդեն իրա խնդիրն է, բայց հիմի իրա կողքը մարդ եմ տեսնում, բայց գիտեք ոնց որ սենց կիսատ ու պռատ, լիարժեք մարդ չեմ տեսնում, ինքը ունի աղջիկ, այդ աղջիկա համար ինքը շատ զգուշ պետք է լինի, գիտեք, որովհետև այդ աղջիկը շատ կապրիզնի բնավորություն ունի, ինքը լավ երեխա է, բայց շատ կամակոր բնավորություն ունի ու իրա երեխու մոտ պետք է լինի ոչ լիարժեք սերեր, հասկանում ես, պետք է մի հատ կիսատ, մի հատ մեծ սեր պետք է ունենա այդ երեխան, որը որ պետք է կիսատ մնա։ Իսկ ինչ վերաբերվում է իր անձնականին, բավականին հաջող անձնական կյանք եմ տեսնում ու ապագայում մի հատ տղա բալիկ եմ իրան տեսնում։
Անահիտ Սիմոնյանը եւս ամենակննարկվող կերպարներից մեկն է։ Ինչ եք տեսնում Անահիտ Սիմոնյանի պարագային։ Գիտեք, երբ որ Անահիտ Սիմոնյանը եկել էր 6-րդ զգայարան, ես իրեն ասեցի, որ ձեր ամուսնությունը երկար չեմ տեսնում, բաժանություն եմ տեսնում, Հայկոյի կյանքը չեմ տեսնում, ինքը այսպես քմծիծաղ տվեց, ասեց ինչ եք ասում, ես Հայկոյին շատ եմ սիրում, ես չեմ ուզում իրան նեղացնեմ, բայց կան կանայք, չէ, ովքեր որ չեն սիրում իրանց ամուսնուն, շատ հաճախ ասում են, նենց շատ ենք սիրում, նենց բարի է, ես իրան հիմնական ամուսին կյանքում չեմ տեսնում, որ ինքը պետք է ունենա հիմնական ամուսին, իրա կյանքում պետք է կան տղամարդիկ կնան, լիարժեք, բախտ, այս աղջկան ես չեմ տեսնում, միգուցե իմ ասածը դուրս չգա իրեն նորից, միգուցե ինքը մտածի, թե ես ինչ ունեմ իրա հետ, որ սենց բան եմ ասում, բայց իրա վարկագիծը ու իրա պավածքը այնպիսին է, որ նախ ես չեմ ուզում ասեմ, ես իրանց ազգի կանանց վրա, իրա քրոջ վրա, այնպիսի մի հատ անեց կարված, որ իրանց կողագիծները պետք է անպայման մահանան։ Ես չգիտեմ, կարող է ինքը հիմի հերքի, նույն ձև իրա քրոջ ամուսինն է մահացել, հետո չգիտեք կամ գիտեք, չգիտեմ, պետք է ես հանրայնացնել թե չէ, ու ինչ որ ինքնասպանության դեպք եմ ես տեսնում, ու այս իրանց վրայի այդ անեծքն է, որ իրանց կյանքում ցանկացած տղամարդ պետք է գնա, լիարժեք բնույթ չպետք է կրի։ Եվ ես գյոզար մարդուց ինչ եք ուզում։ Եվ իհարկե մեղ գործած կլինի, եթե չհարցնեի Արա Ղազարյանի մասին իմ գործընկերոջ։ Արան շատ յուրահատուկ մարդ է, Արան այն յուրահատուկ մարդկանցից մեկն էր, ով եկել էր 6-րդ զգայարան։ Ես ազնիվ եմ խոսում, ուրեմն 6-րդ զգայարանում պրոդյուսեր Զաքարյան Արտուրը այսպես էր որոշել, որ մարդիկ, որ պետք է գային ես իրենց նայեի, կամ պետք է ոսկե իր տային ինձ որ նայեի, որպեսզի հաղորդումը լավ այսպես էֆեկտ ունենար, կամ պետք է բերեին քաղցր կոնֆետներ։ Հյուրերի գրեթե 90%-ը մտածում էին, որ այդ կոնֆետները ես ուտում եմ, առանց հասկանալու, որ ես առհասարակ այնքան եմ վախում այդպիսի բաներից, որ ոչ մեկից ոչինչ չեմ վերցնում, ու բերում էին կրծած պերանիկ, ես լուրջ եմ ասում, այսպես միատնի կոնֆետներ անհաջող, ու երբ որ Արային ասում են, որ գիտեք, կա մի հատ պայծառատես Անի Գրիգորյան, ով քաղցր է ուզում կամ ոսկի, Արան գնում է ամենաթանկ կոնֆետները ու ուղարկում է ինձ։ Ու իրականում այդ ինձ այնքան զարմացրեց, որ Արան պայծառատես չէր, ինքը չգիտեր, որ ես այդ չեմ ուտում, բայց մարդու վերաբերմունքը, ու ես 6-րդ զգայարանում եմ ասել, հիմի եմ ասում, ինքը այնքան լուսավոր մարդ է, ինքը իրականում Աստծո պարգև է, ինքը սրբի տված մարդ է, հա, չասեմ երեխա, որտեղ մեծ արդեն սրբի տված մարդ է, ու այս մարդու հետ Մհեր ջան, կարաս սաղ կյանքդ ընկերություն անես, կարաս ինքը ոչ դավաճանող է, ոչ խափող է, ոչ քցող է, ոչ խարտախ է, ինքը յուրահատուկ մարդ է։ Իրա տեսակով այսպիսի մարդ քիչ կա, հիմի կարող է մարդիկ մտածեն ես շողոքորտություն եմ անում, երևի 6-րդ զգարանից հետո ես Արային չեմ էլ տեսել, բայց այդ ֆակտորը, այդ փաստը, որ ինքը սենց այնքան սենց լարված, սենց ջանասիրաբար, ուրախ դեմքով էր լսում ինձ, ու մանավանդ, որ ես ասեցի, թե գիտեք, իր մամայի, պապայի երազին սուրբը եկել է, որ դուք բալիկ եք ունենալու, շատ սիրուն է լինելու, էս է լինելու, հարատև իրա հետ ընկերություն արա, ու իրան կյանքում շատ մեծ վերելքներ է սպասվում։ Եվ վերջում կխնդրեի մեկնաբանել այս լուսանկարի հերոսուհուն։ Ես ինչ դժվար բան ասեցիք։ Շատ լավ։ Անի հատկապես սկանդալային է եղել 6-րդ զգայարի ընթողարկումը, երբ դուք խոսում եք Արամ Ասատրյանի մահվան պատճառների մասին։ Բոլորս գիտենք, որ պաշտոնական վարկածը եւ պաշտոնապես հայտարարվում է, որ նա կյանքից հեռացել է սրտի կաթվածի հետևանքով։ Դուք տեսաք, որ դա կանխամտածված սպանություն էր, հա, վրեժի, ինչ որ բան եւ այլն։ Կպատմեք այդ մասին ու դրա հետևանքների վերաբերյալ։ Ուրեմն ես որ Հայաստանում երկար ժամանակ չեմ ապրել, եկել եմ Հայաստան, ես չգիտեմ ով է, ինչ է, ու երբ որ ինձ ուղարկում են Արամ Ասատրյանի Ցեփն ու խաչը, Արտաշ Ասատրյանը,
Ես այսպես առանց հասկանալու Մայր ջան ասում եմ իրան սպանել են բան ու սենց սաղ շոկահարվում են թե Աստծո սիրուն ես չի վախենում, բա որ հետագայում ու բավականին ես լուրջ խնդիրների մեջ ընկա, եկան որոշակի մարդիկ մեր տուն, որ ես ինչի եմ այտենց բաներ ասել, փառք Աստծո, մենք էլ նենց խեղճ ու կրակ չենք, կարողացանք այդ հարցը լուծենք։ Արտաշ Ասատիրյանը տվյալ պահին ասեց չկա նման բան, բայց հետո երբ որ կառավարություն փոխվեց, ինքը արդեն հաստատեց, որ հա նման բան եղել է, բայց ես իրանից չնեղացա, որովհետև հետո հասկացա, որ ինչ կարար լիներ էլի։ Իսկ ինչու են ձեզ կյանքից հեռացրել Արամ Ասատրյանին։ Չարությունից, նախանձից, ունեցվածքի հափշտակելուց։ Շատ լավ։ Վերջում ես ուզում եմ խոսել ձեր մասին, տեսեք դուք խոսում եք բոլորի մասին, տեսնում բոլորի ապագան եւ այլն։ Մեզնից յուրաքանչյուրը երազում է երջանիկ լինել, եւ դա կյանքի շարժիչ ուժն է փնտրել ու գտնել երջանկություն։ Ինչը ձեզ լիարժեք կերջանկացնի։ Մահեր ջան, ես իրականում չեմ կարող հասկանամ այն մարդկանց, որ ասում են իրենք երջանիկ են, որովհետև ըստ իս չկա երջանկություն։ Ուղղակի կան երջանիկ պահեր, որ մենք ապրում ենք։ Տես մարդկա ասում է մեքենա ունենամ երջանիկ կլինեմ, սիրածս տղամարդուն առնեմ երջանիկ կլինեմ, տուն ունենամ երջանիկ կլինեմ։ Ուղղակի կան երջանիկ պահեր, որ ես ապրում եմ, ու վերջ։ Ինչն է ձեզ երջանկացնում հատկապես։ Ներկա պահին ամուսնուս ներկայությունը ինձ արդեն երջանկացնում է։ Երազում եք բալիկի մասին։ Շատ եմ երազում, բայց Մահեր ջան, կա մի հատ էսպիսի բայց, որ ես շատ վախենում եմ, որ չեմ ունենալու բալիկ, որտեվ Նաստրադամոսը, Վոլֆ Մեսինգը, Վան Գան իրանք նույնպես չունեին, ու այսօր ես այդ ցավը ապրում եմ, որովհետև ոչ մի խնդիր չունեմ, բայց չի ստացվում։ Ու ես գտնում եմ, որ ուրեմն Աստծո կամքն է։ Աստված առաջ, գուցե ամեն ինչ դեռ առջևում է։ Ամեն։ Շնորհակալ եմ, որ այսօր եկաք։ Ես չգիտեմ մեր այս զրույցը դուր կգա, դուր չի գա ձեզնից շատերին, բայց ինձ համար առաջին հերթին տետատետում կարևոր է ներկայացնել քննարկվող մարդկանց տեսակը եւ նրանց էությունը, նրանց պատմությունները, վերլուծությունները թողնելով ձեզ, իսկ ձեզ անի շնորհակալ եմ, որ ձեր հոգին մասամբ, բայց այնուամենայնիվ բացեցիք մեր առաջ։ Ես նույնպես շնորհակալ եմ Մհեր ջան, ոնց հասկացա պետք է գնաք ձեզ բարի ճանապարհ, հաջողություններ եւ ամենակարևորը թող բոլորիս հետ լինի հույս, հավատ եւ սեր։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry, գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաեւ սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով վստահ եմ մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Ողջույն, մենք գտնվում ենք Tulip Drip-ում, մեր գործընկերոջ խանութ սրահում, որտեղ դուք կգտնեք լավագույն ծաղկեձևավորումները եւ իհարկե աշխատակիցներն էլ գեղեցիկ տարբեր միջոցառումներ են կարողանում ել ավելի գեղեցիկ դարձնել։ Ողջույն Անի, շնորհակալություն, որ ժամանակ ես գտել։ Անի, ինչով է այժմ զբաղված Tulip Drip-ը։ Այս պահին Մհեր ջան շատ միջոցառումներ են կանում, հասանիքներ, ծննդյան միջոցառումներ եւ քանի որ գնալով մեզ ավելի շատ են ճանաչում, մեր առիթներն էլ ավելի շատ են լինում, այո։ Բացի այդ, իհարկե ընդունում ենք նաեւ անհատական պատվերներ։ Անի, մարդիկ իհարկե տոներին ավելի շատ են ծաղիկներ նվիրում, թեև պետք է մարդկանց խորհուրդ տալ, որ մշտապես կանանց ուրախացնել եւ երջանկացնել ծաղիկներ նրանց նվիրելով, բայց տոներին շատ զբաղված եք լինում, այսինքն մարդիկ որքան ավելի շուտ պետք է պատվերները մասին տեղեկացնեն ձեզ։ Իրականում մեզ համարել է կարգախոս, որ պետք է կանանց միշտ նվիրել ծաղիկներ եւ չսպասել ինչ որ տոնի, բայց այդ տոներին հատկապես պետք չէ մոռանալ եւ ինչքան շուտ պատվերը լինի, այնքան մենք էլ վստահ կլինենք, որ կարող ենք պատվերը իրականացնել։ Իսկ ես բոլորին հուշեմ եւ խորհուրդ տամ, որ Tulip Drip-ը աշխատում է հենց ձեզ համար եւ այցելելով կայք կամ ստուգելով Instagram-յան էջը դուք կգտնեք գեղեցիկ ձևավորումներ, որոնք իհարկե աշխատակիցների ֆանտազիա եւ երևակայության արդյունքն են։ Ձեր բոլոր միջոցառումները, տոները, այդ թվում նաև ծննդյան տարեդարձերը, հարսանիքները եւ այլն, եւս կարող եք վստահել Tulip Drip-ին, պարզապես զանգահարելով եւ այցելություն փորձելով վերցնել։
Անշարժ գույք ձեռք բերելը մշտապես լավագույն ներդրումներից մեկն է եղել մարդկանց համար եւ իհարկե կան երկրներ ու տարածքներ, որտեղ օր-օրի ձեր գնաց անշարժ գույքը կարող է ծառայել ձեզ համար։ Team R Realty-ն եւ մասնավորապես համահիմնադիր Մարիամը մեզ կօգնեն պարզել, թե Դուբայում անշարժ գույք ձեռք բերելը որքանով է արդյունավետ։ Շնորհակալություն Մարիամ։ Մարիամ, առավելությունների մասին արդեն հասցրել ենք խոսել եւ մեր հետևորդները գիտեն։ Հետաքրքիր է նաեւ ինձ տեղեկանալ, թե ինչ նախագծեր կան, որոնց վրա կարող են կենտրոնանալ, ինչ գնային քաղաքականության մասին է խոսքը։ Ահա։ Տեսեք Մհեր ջան, նախագծերը իրականում տարբեր են։ Ես միշտ սիրում եմ հաճախորդին համապատասխան ընտրություն կատարել։ Ինչու՞մն է դա կայանում, հա։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են գույք ձեռք բերել զուտ վարձակալությամբ հանձնելու համար։ Մենք դրանից ելնելով դիտարկում ենք պրոյեկտներ։ Ես սովորաբար առաջարկում եմ քաղաքի ակտիվ թաղամասերում կամ, եթե մեր բյուջեն մի փոքր բարձր է եւ դա մեզ թույլ է տալիս ներդրում կատարել ծովափնյա առաջին գիծ նախագծում եւ օրինակի համար հանձնել դա վարձակալությամբ Airbnb, հա, ծառայությունով, այդ պարագայում ակտուալ նախագծեր են Mina Rashid թաղամասը, Dubai Islands-ը, իմ շատ սիրելի Ալմարջան կղզին, որտեղ կառուցվում է Wynn կազինոն, որտեղ բնակարանների արժեքները սկսում են 450,000 ԱՄՆ դոլարից։ Կարող ենք դիտարկել շատ լավ բնակելի համալիր քաղաքի կենտրոնում, որտեղ օրինակ արժեքները սկսվում են 250-300,000 ԱՄՆ դոլարից եւ ձեռք բերել այնտեղ գույք ընդամենը 10% կանխավճարով։ Այնպես որ սիրելի հետևորդներ, անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն եթե կա ձեզ մոտ, ապա Մարիամը պատրաստ է ձեզ օգնել այս հարցում։ Զանգահարեք նշված հեռախոսահամարներով, այցելեք կայքը կամ հետևեք Instagram-յան էջին։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. Annex Motors. Good vibes all the way. Այսպիսին էր այսօրվա տետատետը, շարունակեք մեկնաբանել ու բաժանորդագրվել մենք ավելին են, քան 100,000-ն արդեն, իսկ դա նշանակում է, որ մենք առավել ուժեղ եւ առավել մեծ թիմ ունենք այժմ։ Կհանդիպենք հաջորդ անգամ կրկին Երևանում։ The story you're about to hear